Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Արման Զաքարյանն արթնացավ վառավության ժամը 6:30, ինչպես միշտ առանց զարթուցիչի։ Մարմինը վաղուց էր սովորել այդ ռիթմին։ Վերկաց, ցնցող, սուրճ 400,000 դրամանոց սրճեփից։ Առավոտյան լրահոսի դիտում։ 22-րդ հարկի բնակարանի համայնապատկերային պատուհաններից երևում էր արթնացող Երևանը։ Ներքևում, փողոցներում արդեն հոսում էին մարդկային առաջին արվակները, փոքրիկ, այդ բարձրությունից գրեթե խաղալիք հիշեցնող։ Նա կանգնած էր պատուհանի մոտ միայն ջինսով, ձեռքին բաժակը, եւ նայում էր ներքև, ոչ թե շենքերին կամ մեքենաներին, այլ մարդկանց։ Այս տարօրինակ զգացողությունը հայտնվել էր մի քանի շաբաթ առաջ, հին ընկերոջ Կարենի հետ զրույցից հետո, ով այժմ զբաղվում էր սոցիալական ծրագրերով։ Նրանք նստած էին ռեստորանում, եւ Կարենը, մի քիչ հարբած լավ գինուց, ասաց. «Գիտես Արմ, ես մի փորձարկում արեցի։ Խնդրեցի մի դերասանի հագնվել անօթևանի պես ու կանգնել քաղաքի կենտրոնում 6 ժամ։ Ոչ ոք, լսում ես, ոչ մի մարդ չկանգնեց։ Նրա հարևանը 3 անգամ կողքով անցավ, չճանաչեց, չցանկացավ ճանաչել»։ Արմանն այն ժամանակ քմծիծաղ տվեց ու ասաց, թե մարդիկ միշտ էգոիստ են եղել։ Կարենը հանգիստ նայեց նրան ու պատասխանեց. «Իսկ դու կփորձեիր»։ Այդ հարցը մնաց նրա մեջ, ինչպես փուշ, խորը, մաշկի տակ, ոչ թե ցավոտ, այլ անընդհատ զգալի։ Այսօր երեքշաբթի էր, մինչև ժամը 2-ը նա ոչ մի կարևոր հանդիպում չուներ, հատուկ ազատել էր առավոտը։ Օգնականը Անին կարծում էր, թե նա տնից է աշխատում, վարորդը Հայկը հանգստյան օր էր շտացել։ Թիկնազորը մնացել էր շքամուտքի մոտ, առանց բացատրությունների։ Արման Զաքարյանը, Զաքարյան եւ գործընկերներ շինարարական հոլդինգի 32-ամյա համասեփականատերը, հոր կարողության ժառանգորդը, որը վերջինցը համակել էր 30 տարի։ Այդ առավոտ նա մտավ զգեստապահարանի հորքն ու հանեց նախապես պատրաստած փաթեթը։ Հին տաբատ, ծնկների հատվածում ձգված։ Դրանք չէր դեն նետել միայն այն պատճառով, որ մի անգամ ամառանոցում էր հագել։ Մուկ պաճկոն, ժամանակին լավը, հիմա արմունկների մոտ մաշված ու գույնը գցած։ Գործած գլխարկ, որը հյուրերից մեկը մոռացել էր իր տանը 5 տարի առաջ։ Կոշիկներ, մաշված ճակճքած ներբանով, որոնք հատուկ գնել էր անցյալ շաբաթ շուկայից 3000 դրամով։ Նա հագնվեց, նայեց հայելու մեջ։ Առաջին մի քանի վայրկյանը պարզապես նայում էր ու չէր ճանաչում իրեն։ Դա անսպասելի ուժեղ զգացողություն էր։ Հայելուց իրեն էր նայում մի տղամարդ, ում կողքով ինքը հաստատ անտարբեր կանցներ փողոցում, հոգնած։ Ոչ մի։ Անտեսանելի։ Արմանը հատուկ չէր սափրվել արդեն 3 օր, մորուքը խիտ էր ու անխնամ։ Նա մի քիչ խառնեց գլխարկի տակից դուրս եկած մազերը եւ ձեռքերը քսեց հին կոշիկների ներբանին, որպեսզի դրանք խնամված չթվան։ Հետո քմծիծաղ տվեց իր արտացոլանքին։ «Դե ինչ, տեսնենք», ասաց նա բարձրաձայն։ Տնից դուրս եկավ հետնամուտքով։ Շինարարները ժամանակին դա սարքել էին որպես տեխնիկական ելք, բնակիչները գրեթե չէին օգտվում։ Աստիճանների վրա մարդ չկար։ Գլխավոր մուտքի հերթապահը նրան չտեսավ։ Արմանը դուրս եկավ բակ, թեքվեց դեպի նրբանցք ու լուծվեց քաղաքային առավոտվա մեջ։ Նոյեմբերն էր, չոր, բայց թափանցող քամիով։ Քամին սողում էր գետնով, մտնում թևքերի ու օձիքի տակ։ Առանց տաքացվող շերտի բաճկոնի մեջ նա հատուկ էր այդպիսին ընտրել, ցուրտն անմիջապես զգացվեց։ Արմանը բարձրացրեց օձիքն ու օդքով գնաց դեպի կենտրոն։ Արդեն 20 րոպե անց նա մի կարևոր բան հասկացավ. քայլվածքը մատնում է։ Նա քայլում էր այնպես, ինչպես սովոր էր, ուղիղ, արագ, մարմնով մի փոքր առաջակված, ինչպես մարդ, ով ունի նպատակ եւ երթուղի։ Մայթին մարդիկ բնազդաբար ճանապարհ էին տալիս նրան, դա սխալ էր։ Այդպես չեն քայլում նրանք, ում ինքը մարմնավորում էր։ Արմանը գիտակցաբար դանդաղեցրեց քայլերը, մի քիչ կուզեկացավ, հայացքն իջեցրեց ու զգաց, թե ինչպես փոխվեց տարածությունն իր շուրջը ընդամենը մի քանի քայլից հետո։ Դիմացից եկողները դադարեցին ճանապարհ տալ։ Գործնական վերարկով մի տղամարդ համարյա բախվեց նրան ու նույնիսկ ներողություն չխնդրեց, պարզապես շրջանցեց, ինչպես շրջանցում են սյունը։ Առաջին ժամը նա պարզապես քայլում էր, ուսումնասիրում երթուղիները, տեղեր փնտրում։ Կանգնեց առևտրի կենտրոնի մոտ, այնտեղ միշտ մարդաշատ է։ Կանգնեց պատի մոտ, ոչինչ չխնդրելով, պարզապես դիտելով։ Կողքով հարյուրավոր մարդիկ էին անցնում։ Նրանք ընդհանրապես չէին նայում իրեն, ոչ զզվանքով, ոչ դատապարտող, պարզապես ոչ մի ձև։ Կարծես նա գոյություն չուներ այդ տարածության մեջ։ Դա առաջին բացահայտումն էր։ Անսպասելիորեն ցավոտ։
Արման Զաքարյանը սովոր էր, որ իրեն նկատում են միշտ եւ ամենուր։ Դա մեծամտություն չէր, պարզապես փաստ։ Փողը, վստահությունն ու լավ հագուստը մարդու շուրջ ստեղծում են անտեսանելի մի եզրագիծ, որն ակնթարթորեն կարդացվում է ուրիշների կողմից։ Մարդիկ շրջվում էին, երբ նա ներս էր մտնում, սպասարկողները մոտենում էին առաջինը։ Բանակցությունների սենյակում նրան էին դիմում բոլորից առաջ։ Հիմա այդ եզրագիծը չկար։ Եվ այդ զգացողությունը, լիակատար բացարձակ բացակայության զգացողությունը, գրեթե ֆիզիկական էր։ Ժամը 11-ի մոտ նա տեղ զբաղեցրեց գետնանցման մոտ, այնտեղ, որտեղ սովորաբար կանգնում են խնդրողները։ Պարզապես նստեց սառը բետոնին, մեջքով հենվեց պատին ու գլուխն իջեցրեց։ Առաջին կես ժամը ոչինչ։ Մարդիկ անցնում էին խիտ հոսքով, ոչ ոք չէր կանգնում։ Հետո նա սկսեց խոսել ցածրաձայն, առանց գոռալու. «Օգնեք, խնդրում եմ, ուտելու բան չունեմ»։ Բառերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Նա ասում էր դրանք ու ամոթի պես մի բան զգում, թեև գիտեր, որ սա խաղ է։ Հավանաբար պատճառն այն էր, որ ձայնն իսկական էր հնչում, բայց մարդիկ միևնույն է, անցնում էին։ Մեկ ժամվա ընթացքում անցումով հարյուրավոր մարդիկ անցան։ Մոտ 8 տարեկան մի տղա քաշեց մոր թևքից։ Կամաց, բայց Արմանը լսեց. «Մամ, նայիր, քերին օգնություն է խնդրում»։ Մայրն ավելի պինդ բռնեց երեխայի ձեռքն ու արագացրեց քայլերը, ոչինչ չպատասխանելով։ Թանկարժեք մուշտակով մի կին դանդաղեցրեց քայլերը, հանեց հեռախոսն ու լուսանկարեց նրան, երևի ինչ-որ սոցիալական գրառման համար։ Հետո գնաց։ Ականջակալներով մի երիտասարդ համարյա տրորեց Արմանին, նայեց ներքև, մի քայլ կողքարեց ու շարունակեց ճանապարհը։ Ժամը 1-ին Արմանը տեղափոխվեց կենտրոնական փողոցին ավելի մոտ։ Այնտեղ ավելի տաք էր մարդկային հոսքից ու մեքենաների ցխից, թե պարզապես այդպես էր թվում։ Նա շարունակում էր խնդրել, ցածր եւ առանց ավելորդությունների։ Ամբողջ օրվա ընթացքում նրան 2 անգամ փող տվեցին։ Առաջինը մի տարեց տղամարդ, հասարակ բաճկոնով, ակնհայտորեն ոչ հարուստ, մեկնեց 100 դրամանոց մետաղադրամ, ոչ մի բառ չասելով, այնպիսի տեսքով կարծես ինչ-որ լռելյան պարտականություն էր կատարում։ Երկրորդ անգամ մի ուսանողուհի, որն ակնհայտորեն շտապում էր, նրա կողմը նետեց 500 դրամանոց ու վազեց առաջ։ 600 դրամ, գրեթե 8 ժամվա համար։ Արմանն այդ փողի կարիքը չուներ։ Նա կարող էր հենց հիմա վեր կենալ, տաքսի նստել ու 20 րոպեից լինել տանը։ Բայց նա չէր կանգնում, որովհետև ուզում էր մինչև վերջ հասկանալ։ Ուզում էր մնալ այդ կաշվի մեջ այնքան երկար, որ մի իսկական բան զգա։ Ոչ թե պատմած կամ կարդացած, այլ իր սեփականը։ Երեկոյան կողմ նթնեց։ Ջերմաստիճանը կտրուկ ընկավ, ինչպես լինում է նոյեմբերին, երբ արևը մայր է մտնում ու փողոցի ցուրտը դառնում է այլ որակի։ Ոչ թե պարզապես զովություն, այլ թանձր ու ծանր մի բան։ Արմանը հասավ Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկն ու նստեց փայտե նստարանին։ Ոտքերը տնքում էին, մեջքը քարացել էր։ Ձեռքերը գրպաններում էին, բայց մատները միևնույն է փայտացել էին։ Նա նստած նայում էր, թե ինչպես են գալիս ու գնում ավտոբուսները։ Ինչպես են մարդիկ մտնում տաք սրահ ու անհետանում փակվող դռների հետևում։ Ու թե ինչպես կանգառում ոչ ոք իր հետ գործ չունի։ Ոչ լավ իմաստով, ոչ վատ։ Պարզապես ոչ մի գործ։ Հենց այդ ժամանակ երեկոյան ժամը 6-ի մոտ, երբ լապտերներն արդեն վառվում էին, նա լսեց, թե ինչպես մեկը ծանր պայուսակները դրեց ասֆալտին։ Ձայնը հոգնած էր, այնպիսին, երբ ձեռքերն արդեն չեն պահում, եւ պայուսակներն իջեցնում ես ոչ թե զգույշ, այլ թեթևացած։ Արմանը բարձրացրեց հայացքը։ Բաց մոխրագույն բաճկոնով մի կին էր, ոչ թանկարժեք, մի փոքր վնասված թևքով։ Նրա կողքին մի տղա էր, մոտ 4 տարեկան, կարմիր փափուկ գլխարկով կոմբինեզոնով, որի տակից երևում էին գորտուկներով ռետինե կոշիկները։ Տղան ամուր բռնել էր մոր ձեռքն ու լուրջ չթարթող աչքերով նայում էր Արմանին։ Կինը որսաց երեխայի հայացքը, նայեց Արմանին, մի փոքր լռեց։ Հետո դրեց պայուսակները, բացեց բաճկոնի գրպանի շղթան ու հանեց դրամաբանակը։ Բացեց այն։ Արմանը տեսավ, որ ներսում շատ բան չկար։ Նա հանեց բոլոր մանր թղթադրամները, մի քանի հազարանոց, ու մեկնեց նրան։ «Մի տաք բան գնեք ուտելու», ասաց նա ցածրաձայն։ «Ցուրտ է»։ Արմանը վերցրեց գումարը մեխանիկորեն, դեռ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Բարձրացրեց աչքերն ու մի վայրկյան դադարեց շնչել։ Նա ճանաչում էր այդ դեմքը։ Ճանաչում էր այդ այտոս գրերը, մի փոքր վեր ցցված քիթը, լույսին նայելիս աչքերը մի փոքր կկոցելու սովորությունը։ Գիտեր, թե ինչպես է նա գլուխը մի փոքր առաջ պահում, կարծես միշտ պատրաստ է զրույցի։ Գիտեր ձախ աչքի տակի խալը, փոքրիկ, գրեթե աննկատ։ Ման է, 5 տարի։ 5 տարի էր անցել, բայց նա ճանաչեց նրան ակնթարթորեն։ Վայրկյանի մի մասում
Նախքան նա կհասցներ մտածել, Մանեն արդեն վերցրել էր պայուսակները, արդեն տվել էր ձեռքը տղային։ «Գնանք, Միքայել ջան», ասաց նա կամաց։ Տղան շրջվեց ու եւս մեկ անգամ նայեց Արմանին, երկար լուրջ հայացքով։ Մի քիչ խոժորվեց, գիտեց հոնքերը։ Այդ շարժումը, այդ կոնկրետ շարժումն Արմանն ամեն օր տեսնում էր հայելու մեջ։ Նրանք գնացին, իսկ նա մնաց նստած նստարանին, փայտացած մատների մեջ սեղմած ճմրթված թղթադրամները։ Չէր զգում ոչ ցուրտը, ոչ հոգնածությունը, ոչ ոտքերը, միայն դատարկություն, մի հսկայական զնգացող դատարկություն, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած սառնամանիք։ Արմանը տուն վերադարձավ երեկոյան։ Վերելակը նրան բարձրացրեց 22-րդ հարկ, անձայն ու արագ։ Բնակարանը դիմավորեց նրան տաքությամբ, լռությամբ ու գիշերային լամպերի մեղմ լույսով, որոնք ավտոմատ միանում էին ժամը 6-ից հետո։ Նա հանեց կոշիկները շեմքին, գլխարկը նետեց դարակին, հանեց բաճկոնն ու մի քանի րոպե պարզապես կանգնած մնաց միջանցքում, առանց շարժվելու։ Հետո անցավ խոհանոց, ջուր լցրեց, խմեց կանգնած նայելով մուտք պատուհանին, որի հետևում թարթում էր քաղաքը։ Նա տղային Միքայել անվանեց։ Արմանը բաժակը դրեց սեղանին, զգույշ, կարծես վախենում էր իր ներսում մի փխրուն բան կոտրել։ Նստեց խոհանոցի բարձրաթորին ու հայացքը հառեց մարմարե սեղանին։ Տղան, 4 տարեկան, գիտված հոնքեր, այդ շարժումը, որն ինքն անում էր մանկուց։ Հայրը միշտ ծիծաղում էր. «Արման, դու 3 տարեկանում էլ էիր հոնքերդ գիտում, ինչպես դատավորը»։ Մայրը լուսանկարում էր նրան այդ դեմքով, փակցնում ալբոմի մեջ, 4 տարեկան։ Նա փորձեց մտքում հաշվել։ 5 տարի առաջ նրանք բաժանվեցին նոյեմբերի սկզբին։ Նա կարճ հաղորդագրություն էր ուղարկել, անամոթ, դաժան։ Նա մի բան գրեց. «Մանե, պետք է դադարեցնենք, այդպես երկուսիս համար էլ լավ կլինի, ներիր»։ Նա չպատասխանեց, Արմանը չզանգեց։ Մեկ շաբաթ անց արգելափակեց նրա համարը, ոչ թե չարությունից, այլ որովհետև վախենում էր փոշմանել, որովհետև հասկանում էր, եթե նա մի անկեղծ բան գրի, ինքը կկոտրվի։ Տղան 4 տարեկան է, նշանակում է նա հղի էր կամ հղիացել էր անմիջապես հետո։ Նա արագ հաշվեց մտքում, ամեն ինչ համընկնում էր, կատարյալ անողոք կերպով համընկնում էր։ Նա չէր ասել իրեն, չէր գրել, չէր զանգել, ինչու։ Արմանը վեր կացավ, անցավ հյուրասենյակ ու նստեց պատուհանի մոտի բազկաթորին։ Ապակուց այն կողմ վառվում էին հազարավոր պատուհաններ։ Ինչ որտեղ այնտեղ, այդ պատուհաններից մեկում, հիմա երևի քնեցնում էր հոնքերը կիտած տղային բաց մոխրագույն բաճկոնով կինը։ Ինչ որ բան էր կարդում նրա համար, կամ պարզապես շոյում էր գլուխը, մինչև նա կքներ։ Միայնակ, նա չգիտեր, կա արդյոք մեկն իր կողքին, ոչինչ չգիտեր նրա կյանքի մասին այս 5 տարիների ընթացքում։ Ծանր պայուսակներ ակնհայտորեն մթերքով, շատ, մի քանի օրվա համար։ Բաճկոնը թանկ չէր, բայց մաքուր էր, խնամված։ Հոգնածությունն ու սերին ոչ թե մեկ աշխատանքային օրվա էր, այլ այնպիսին, որը կուտակվում է ամիսներով։ Նա տեսել էր այդպիսի հոգնածություն այն մարդկանց մոտ, ովքեր իրենց թույլ չեն տալիս կանգ առնել, որովհետև չի կարելի։ Նա տվեց իրեն բոլոր մանր թղթադրամները, բոլորը, ոչ թե մի մասը, ոչ թե այնքան, որքան ափսոս չէր, ու դրա հետ մեկտեղ նա տեսավ, որ դրամապանակը գրեթե դատարկ էր։ Արմանը փակեց աչքերն ու հենվեց բազկաթորին։ 5 տարի առաջ նա կարծում էր, թե ճիշտ է վարվում։ Հայրը ճնշում էր արդեն մի քանի ամիս, բացահայտ, համառորեն։ Ասում էր, այդ աղջիկը մեր շրջապատից չէ։ Հասկանում ես, ինչ է նշանակում մտնել լուրջ բիզնես ավելորդ բեռով։ Գործընկերներն ամեն ինչին են նայում։ Արմանը բարկանում էր հոր վրա, բայց ինչ որտեղ հասկանում էր, ծերուկը խոսում է ոչ միայն կարգավիճակի, այլև բնավորության ընտրության մասին։ Այն մասին, որ բիզնեսում թույլ լինել նշանակում է կորցնել։ Եվ Արման ընտրեց։ Ոչ թե հորը, ոչ։ Նա ընտրեց իր այն տարբերակը, որին համարում էր ուժեղ, առանց կապվածությունների, առանց խոցելիության, առանց այն տարերի, որոնց կարելի է հարվածել ու դիպչել ճիշտ թիրախին։ Մանեն հենց այդպիսի տեղ էր։ Նա սիրում էր նրան իսկապես, ինչպես կարող էր այն ժամանակ, անփորձ, խանդոտ, լուռ։ Նա միակ մարդն էր, ում կողքին ինքն իրեն թույլ էր տալիս լռել, առանց լարվածության։ Միակը, ում մոտ պետք չէր ինչ-որ բան ապացուցել։ Եվ հենց դրա համար էլ նա հեռացավ, այն վախկոտ դրամաբանությամբ, ով կոտրում է իր համար թանկ բանը, նախքան մեկ ուրիշը դա կանի։ Խելացի մարդկանց երբեմն հաջողվում է կատարել շատ հիմար արարքներ ու դրանք անվանել իմաստուն որոշում։ Պատուհանի տակով մի ավտոբուս անցավ, փայլեցրեց լապտերները ներքևում ու անհետացավ շրջադարձի հետևում։
Արմանը նայում էր, թե ինչպես են ապակու վրա տարածվում քաղաքի լույսերը ու մտածում էր տղայի մասին։ Միքայել, նրա անունը Միքայել է։ Նա մտքում մի քանի անգամ կրկնեց այդ անունը եւ ամեն անգամ այն ծանրանում էր կրծքում այնպիսի ուժով, որը նա չէր կարողանում ոչ անվանել, ոչ էլ տանել։ Կեսգիշերին մոտ Արմանը վեր կացավ, գնաց աշխատասենյակ ու նստեց համակարգչի մոտ։ Որոնման դաշտում գրեց նրա անունը։ Նա գիտեր ազգանունը։ Գտավ էջը սոցիալական ցանցում, փակ, գրեթե դատարկ։ Վերջին լուսանկարն արվել էր ավելի քան 1 տարի առաջ։ Նա եւ տղան, այգում։ Աշուն էր, դեղին տերևներ։ Տղան ծիծաղում էր։ Մանեն նույնպես, բայց ինչ որ կիսատ, ինչպես ծիծաղում են մարդիկ, ովքեր հիշում են, որ պետք է ժպտալ նկարվելու համար։ Էլ ոչինչ։ Ոչ մի նշում, ոչ մի հիշատակում աշխատանքի մասին, ոչ մի ընկեր էջում։ Պրոֆիլը գրեթե ստերիլ էր, կարծես նա հատուկ հեռացրել էր այն ամենը, ինչը կարող էր մատնել, թե որտեղ է եւ ինչպես է ապրում։ Արմանը փակեց նոթբուքը, վեր կացավ։ Անցուդարձ արեց սենյակում, կանգնեց գրքերի դարակի մոտ, որոնք վաղուց չէր բացել, մատով սահեց կողքերով, ոչինչ չվերցրեց։ Նա մտածում էր մի բանի մասին։ Նա ճանաչեց իրեն, թե ոչ։ Տրամաբանությունն ասում էր ոչ։ 3 օրվա մորուք, 5 գլխարկ, կուզիկություն, կեղտոտ ձեռքեր, ճակճկած կոշիկներ։ Ինքն էլ իրեն չէր ճանաչի փողոցում։ Արավել եւս երեկոյան, լապտերների աղոտ լույսի տակ, ծանր աշխատանքային օրվանից հետո, պայուսակներով ու երեխայի հետ։ Բայց այն, թե ինչպես նա նայեց իրեն մի վայրկյան ավելի երկար, քան պետք էր, հանգիստ չէր տալիս նրան։ Այդ հայացքի մեջ միայն կարեկցանք չէր, այլ մի բան, ճանաչողական։ Գրեթե նա պարկեց քնելու ժամը 1-ի մոտ, պարկած էր մեջքի վրա, նայում էր առաստաղին, լսում թանկարժեք բնակարանի լռությունը։ Առավոտյան նա կգտնի նրան, ոչ թե թիկնազորի միջոցով, ոչ թե մասնավոր դետեկտիվի, որին կարող էր վարձել մի զանգով, ոչ թե օգնականների միջոցով, ովքեր ամեն ինչի համար ունեին պատրաստի ալգորիթմ։ Ինքնուրույն, այնպես ինչպես փնտրում են մի կարևոր բան, երբ հասկանում ես, որ դա չի կարելի պատվիրակել ուրիշին։ Նա գիտեր թաղամասը, նա իջել էր Կոմիտասի պողոտայի կանգառում, գնացել էր դեպի բնակելի շենքերը։ Նա հիշում էր ուղությունը, հիշում էր պայուսակները, ծանր էին, նշանակում է ապրում է կանգառից ոչ հեռու, այլապես այդքանը ոտքով չէր տանի։ Արմանը փակեց աչքերը։ Աչքերի առաջ նորից հայտնվեց տղայի դեմքը, լուրջ, մի քիչ խոժոր։ Գորտուկներով ռետինե կոշիկները, կարմիր փափուկ գլխարկը եւ մանեի ձայնը, հոգնած, բայց հաստատուն, առանց գանգատի։ Մի տակ բան գնեք, ցուստ է։ Նա դա ասաց պարզ, առանց բարության ցուցադրության, առանց երախտագիտության սպասման, ասաց ու գնաց։ Ինչպես մարդ, ում համար օգնելը արարք չէ, որը գնահատական է պահանջում, պարզապես նորմալ է, պարզապես այդպես է պետք։ Նա հիշեց նրանց, ովքեր անցան իր կողքով ամբողջ օրվա ընթացքում, հարյուրավոր մարդիկ։ Նրանց մեջ կային եւ հարուստներ եւ ոչ այնքան, երիտասարդներ ու ծերեր, շտապողներ ու զբոսնողներ։ Ոչ ոք չկանգնեց այնպիսի պարզությամբ ու բնականությամբ, ինչպես նա, գրեթե դատարկ դրամապանակով, ծանր պայուսակներով, երեխայի ձեռքը բռնած, աշխատանքային օրվանից հետո։ Արմանը չքնեց մինչև ժամը 3-ը։ Նա պարկած մտածում էր այն մասին, որ 5 տարի առաջ իրեն թվացել էր, թե նա թուլություն է, բեռ, խոցելի տեղ։ Իսկ նա պարզվեց միակ մարդն այս ամբողջ երկար ու ցուրտ օրվա ընթացքում, ով իր մեջ մարդ տեսավ։ Չորեքշաբթի առավոտյան Արմանը վեր կացավ 6:30, ինչպես միշտ, առանց զարթուցիչի։ Բայց այդ առավոտ չկար ոչ սուրճ պատուհանի մոտ, ոչ էլ գործնական լրահոսի դիտում։ Նա լվացվեց, հագնվեց արագ ու առանց տատանվելու։ Սովորական ջինս, մուգ սվիտեր, բաճկոն, նորմալ բաճկոն, ոչ թե պատրված, պարզապես մարդ, ոչ թե հոլդինգի ժառանգորդ, ոչ թե պարոն Զաքարյան, ոչ թե հաճախորդ ռեստորանում հնգանիշ հաշվով։ Պարզապես տղամարդ, ով գործ ունի։ Նա տնից դուրս եկավ 7 հաց քառակսունին ու գնաց տաքսիով, ոչ թե ծառայողական մեքենայով, ոչ թե վարորդի հետ։ Խնդրեց իրեն իջեցնել Կոմիտասի պողոտայում, խաչմերուկի մոտ։ Հենց այստեղից էր 3 երեկոյան Մանեն գնացել դեպի բնակելի թաղամասերը։ Նա հիշում էր ուղությունը ճշգրիտ։ Մանրուքներ հիշելը միշտ եղել էր նրա մասնագիտական որակը։ Թաղամասը սովորական էր։ Խորհրդային տարիների 5 հարկանի շենքեր, բակեր խաղահրապարակներով, մի քանի խանութ։ Ոչ աղքատ թաղամաս, բայց նաև ոչ հարուստ։ Այնպիսի տեղ, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ու չեն դժգոհում։ Արմանը քայլեց փողոցով, նայեց շենքերին, մուտքերին։ Նա հասկանում էր, որ խնդիրը հեշտ չէ,
Այդպիսի շենքեր այստեղ մոտ 15 հատ կային ու ամեն մեկում մի քանի մուտք։ Բայց նա ուներ մի քանի կողմնորոշիչ։ Նախ նա օդքով էր գնում ծանր պայուսակներով, նշանակում է մոտիկ է։ Երկրորդ նրա կողքին փոքրիկ երեխա էր ռետինե կոշիկներով, նշանակում է ինչ-որ տեղ մոտակայքում պետք է լինի մանկապարտեզ։ Երրորդ նա իջավ հենց այս կանգառում, այլ ոչ թե գնաց առաջ։ Մանկապարտեզը նա արագ գտավ, մի փոքրիկ տեղին շենք Պարոնյան նրբանցքի 3-րդ շենքի հետևում։ Նշանակում է նա ապրում է դրանից մոտ 5-7 րոպե քայլելու հեռավորության վրա։ Փոքր երեխայի հետ ավելի հեռու չեն քայլում։ Արմանն ընտրեց իր դիրքը մանկապարտեզին ամենամոտ շենքի մոտ։ Շքամուտքի մոտի նստարանը բավականին չեզոք տեղ էր ուշադրություն չգրավելու համար։ Նստեց, հանեց հեռախոսը, ոչ թե զանգելու, այլ պարզապես ձեռքերը զբաղեցնելու համար։ Առավոտյան ժամը 8-ն էր։ Ծնողները սկսեցին երեխաներին դուրս բերել մոտավորապես ժամը 8:30-ին։ Նա սպասում էր։ Առաջին կես ժամն անցավ լռության մեջ։ Նրա կողքով անցնում էին կանայք մանկասայլակներով, տղամարդիկ պայուսակներով, տարեց մարդիկ շնիկների հետ։ Ոչ ոք նրա վրա առանձնահատուկ ուշադրություն չէր դարձնում։ Պարզապես մի մարդ նստած է նստարանին, ոչ մի անսովոր բան։ Ժամը 8:45-ին նա տեսավ նրանց։ Մանեն դուրս եկավ դիմացի 5 հարկանի շենքի երկրորդ մուտքից, հենց այն շենքի, որն ամենամոտն էր մանկապարտեզին։ Նրա հագին նույն վերարկուն էր, ինչ երեկ։ Միայն թե հիմա ցերեկով նա այն ավելի լավ էր տեսնում։ Բաց մոխրագույն, մաքուր, բայց կոճակների մոտ մի փոքր մաշված, մազերը հետ էին հավաքված, պարզ աշխատանքային ձևով։ Տղան քայլում էր կողքից, արդեն առանց երեկվա կարմիր գլխարկի։ Այսօր նա կապույտ գլխարկով էր, որի վրա արջուկ էր նկարված։ Նա ինչ-որ բան էր պատմում մորը, ակտիվորեն ժեստեր անելով ազատ ձեռքով։ Իսկ Մանեն լսում էր, գլուխը մի փոքր թեքած այնպիսի ուշադրությամբ, որը հնարավոր չէ ձևացնել, այլ միայն զգալ։ Արմանը վեր կացավ։ Նրա սիրտը չէր թրթռում, նա հակված չէր մելոդրամատիկ ապրումների, բայց ներսում ինչ-որ բան կծկվեց, ինչպես լինում է կարևոր բանակցություններից առաջ, երբ գիտես, որ հաջորդ բառերից շատ բան է կախված։ Նա անցավ բակն ու կանգնեց նրանից մի քանի քայլ հեռու։ Մանե, նա լսեց ու կտրուկ կանգ առավ, կարծես ձայնը ֆիզիկական արգելք լիներ։ Տղան իներցիայով եւս մի քայլ արեց առաջ ու զարմացած նայեց մայրիկին, հետո անծանոթ տղամարդուն։ Մի քանի վայրկյան Մանեն կանգնած էր մեջքով դեպի նրան, հետո դանդաղ շրջվեց, նայեց ուղիղ նրա աչքերին։ Երկար, առանց զարմանքի, առանց շփոթմունքի, այն հանգիստ հավասարակշռությամբ, որը շատ բանի մասին է խոսում։ Ես քեզ երեք ճանաչեցի, ասաց նա ցածրաձայն։ Արմանը չգիտեր ինչ պատասխանել։ Հենց առաջին վայրկյանից նա պատրաստվել էր տարբեր բաների, նրան, որ Մանեն իրեն չի ճանաչի, ու ստիպված կլինի բացատրել, նրան, որ կզարմանա, կվախենա կամ կբարկանա, նրան, որ դուռը կփակի կամ պարզապես կհեռանա, առանց լսելու, բայց ոչ սրան, ոչ այդ հանգիստ ու հոգնած ես քեզ երեք ճանաչեցի խոսքերին, առանց բարկության, առանց արցունքների, առանց թատրոնի։ Միքայել, ասաց նա տղային, հայացքը չկտրելով Արմանից, մի վայրկյան սպասի, լավ, այն նստարանը տեսնում ես, նստիր այնտեղ, ես հեսա կգամ։ Միքայելը եւս մեկ անգամ նայեց Արմանին նույն լուրջ ուսումնասիրող հայացքով, հետո հնազանդ գնաց դեպի նշված նստարանն ու նստեց, ոտքերը ջոջելով։ Մանեն մի քայլ արեց կողքի, շքամուտքից մի փոքր հեռու, որտեղ իրենց ձայնը փողոցից չէր լսվի։ Ինչպես գտար ինձ, հարցրեց նա, ոչ թե թշնամաբար, պարզապես հարցեր։ Ինքնուրույն, պատասխանեց Արմանը։ Հիշեցի ուղղությունը, մանկապարտեզը մոտ է։ Նա մի փոքր գլխով արեց, կարծես դա սպասելի էր։ Ինչու էիր երեք դա անում, հարցրեց նա։ Դե հագուստս փոխել էի, ստուգում էի, ասաց Արմանն անկեղծորեն։ Ուզում էի հասկանալ ինչպես են մարդիկ արձագանքում, սոցիալական, նա կանգ առավ։ Փորձարկում բառը հիմա հատկապես կեղծ էր հնչում։ Պարզապես ուզում էի իմ մասին մի բան հասկանալ ու հասկացա։ Մանեն նայում էր նրան սպասելով շարունակությանը։ Մանե, նա արտասանեց նրա անունն ու զգաց, թե ինչպես է այն փոխվել 5 տարվա ընթացքում։ Դարձել էր ավելի ծանր, ավելի տարողունակ։ Տղան, նա իմն է, չէ՞։ Այո, ասաց նա պարզ, առանց տատանվելու, առանց պատասխանից խուսափելու փորձի։ Մեկ բառ, կարճ, ինչպես հարված։ Արմանը մի քանի վայրկյան լռեց։ Դու գիտեիր ու չասացիր։ Այո։ Ինչու։ Մանեն նայեց կողքի, այնտեղ, որտեղ Միքայելը նստած էր նստարանին ու ուշադիր զննում էր ինչ-որ փայտիկ։ Որովհետև դու հաղորդագրություն ուղարկեցիր կեսգիշերին ու արգելափակեցիր իմ համարը։
ասաց նա հավասարաչափ ձայնով։ Որովհետև ես չէի պատրաստվում խղճահարությունից դրդված խնդրել քեզ վերադառնալ, եւ որովհետև իմ որդին հոր կարիք չունի, ում պետք է բացատրել, թե ինչու պետք է կողքին լինել։ Սրա մեջ մեղադրանք չկար։ Հենց դա էր ամենասարսափելին։ Պարզապես փաստեր շարված իրար կողքի, առանց ավելորդությունների։ Դու կարող էիր ասել, արտասանեց նա։ Ձայն ավելի ցածր ստացվեց, քան ինքն էր ուզում։ Կարող էի, համաձայնեց նա։ Բայց չարեցի, եւ հիմա չեմ զղջուն։ Արմանը նայեց տղային։ Միքայելը գետնից մի քանի քար էր գտել, ու հիմա դրանք զգուշությամբ շարում էր նստարանի եզրին։ Այն երախայական լրջությամբ, որը միաժամանակ հուզում է ու կտրում սիրտդ։ Ինչպես է նա, հարցեց Արմանը։ Առողջ է։ Մանեն մի պահ լռեց։ Լինում են բրոնխիտներ, ասաց նա։ Բժիշկներն ասում են, որ տարիքի հետ կանցնի։ Ընդհանուր առմամբ լավ տղա է։ Խելացի, համառ։ Վերջին բառը նա արտասանեց նուրբ, գրեթե անտեսանելի ժպիտով, որն իսկույն անհետացավ։ Մեզ քեզնից ոչինչ պետք չէ, ասաց նա։ Ոչ թե կոպիտ, ոչ թե մարտահարավերով, այլ որպես փաստ, որը պետք էր բարձրաձայն ասել, որպեսզի թյուրիմացություն չմնա։ Մենք գլուխ կհանենք։ Ես գիտեմ, պատասխանեց Արմանը։ Նա կարծես նման պատասխան չէր սպասում։ Նայեց նրան մի փոքր ավելի ուշադիր։ Այդ դեպքում ինչու ես եկել։ Նա անմիջապես չպատասխանեց, որովհետև պատասխանն անկեղծ էր, իսկ անկեղծ պատասխանները ժամանակ են պահանջում։ Չգիտեմ, ասաց նա վերջապես։ Չէի կարող չգալ։ Մանեն վերցրեց Միքայելի տողխարքը, որն ընկել էր, քանի դեռ նա խաղում էր քարերով, ու հագցրեց նրա գլխին սովորական դարձած շարժումով։ Տղան չկտրվեց իր քարերից։ Ես գնում եմ աշխատանքի, ասաց նա, իսկ նա մանկապարտեզ։ Մանե, Արմանն ասաց դա նրան կանգնեցնելու համար, պարզապես նրա հետևից, քանի դեռ նա դեռ մոտ էր կանգնած։ Ես ոչինչ չեմ խնդրում, ես պարզապես ուզում եմ իմանալ, որ դուք լավ եք։ Նա մի վայրկյան կանգ առավ։ Մենք լավ ենք, ասաց նա, առանց շրջվելու։ Գլուխ ենք հանում։ Վերցրեց Միքայելի ձեռքը։ Նրանք գնացին դեպի մանկապարտեզ։ Տղան եւս մեկ անգամ շրջվեց արդեն դարպասների մոտ։ Նայեց Արմանին, չժպտաց, պարզապես նայեց լուրջ, ուսումնասիրող, գիտված հոնքերով։ Դարպասները փակվեցին նրանց հետևից։ Արմանը կանգնեց եւս մեկ րոպե, հետո շրջվեց ու գնաց հետ դեպի փողոց։ Մենք գլուխ կհանենք։ Նա լսել էր սա նախկինում ուրիշ մարդկանցից, ուրիշ իրավիճակներում։ Սովորաբար դա նշանակում էր մենք օգնության կարիք ունենք, բայց չգիտենք խնդրել։ Երբեմն դա նշանակում էր ճշմարտությունը, որ մարդիկ իսկապես իրենք են գլուխ հանում։ Առանց իրեն։ Արմանը դեռ չգիտել այս երկու դեպքերից որն է նրանը, բայց գիտեր մի բան, ինքը կիմանա։ Եվ այս անգամ առաջինը չի հեռանա։ Շքամուտքի մոտի զրույցից անցավ մի շաբաթ։ Արմանը չէր երևում, չէր զանգում, նոր առիթներ չէր փնտրում Պարոնյան Նրբանցքի մանկապարտեզի մոտ հայտնվելու համար։ Նա վերադարձավ իր սովորական կյանքին։ Խորհրդակցություններ, բանակցություններ, փաստաթղթեր, զանգեր։ Հայրը զանգեց 5-շաբթի օրը, հարցրեց Ծաղկաձորի նոր օբյեկտի մասին։ Օգնականը Անին հիշեցրեց ուրբաթ օրվա գործընկերների հետ հանդիպման մասին։ Ամեն ինչ ընթանում էր սովորականի պես, միայն թե նա նախկինի պես վատ էր քնում։ Արթնանում էր գիշերվա 3-ին կամ 4-ին։ Նայում առաստաղին ու մտածում գիտված հոնքերով տղայի մասին, ով քարեր էր շարում նստարանին։ Մտածում էր Մանեի բարերի մասին, հավասար, առանց ավելորդության։ Ինչպես լավ շարված պատ։ Մենք գլուխ կհանենք, մեզ ոչինչ պետք չէ։ 5-րդ օրը նա իր իրավաբանին Անդրանիկին մի փոքր գործ հանձնարարեց։ Ցածրաձայն առանց բացատրությունների։ Անդրանիկը հին դպրոցի մարդ էր։ Գիտեր անել այն, ինչ խնդրում էին ու ավելորդ հարցեր չտալ։ Առաջադրանքը պարզ էր։ Իմանալ, թե որտեղ է աշխատում Մանե Գրիգորյանը, 30 տարեկան, բնակվող Պարոնյան Նրբանացք, տուն 4 հասցեում։ Առանց ներխուժման, առանց հետապնդման։ Միայն այնինչ հասանելի է բացաղբյուրներով եւ օրինական հարցումներով։ 2 օր անց Անդրանիկը նրա սեղանին դրեց մի կարճ տեղեկանք։ Մանեն աշխատում էր որպես հաշվապահ, քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքր մեծացախ ընկերությունում։ Ընկերությունը զբաղվում էր շինանյութերով։ Փոքր շրջանառություն։
Ոչ մի առանձնահատուկ բան։ Աշխատավարձը դատելով անուղակի նշաններից, շուկայի միջին մակարդակին էր։ Ավելի շուտ ստորին սահմանին մոտ։ Գրաֆիկը շաբաթը 5 օր, երբեմն դուրս էր գալիս նաև շաբաթօրերին։ Լրացուցիչ եկամտի աղբյուրներ չկային։ Արմանը տեղեկանքը 2 անգամ կարդաց։ Դրեց դարակը։ Հաջորդ շաբաթվա երկուշաբթի օրը զանգեց իր հին ծանոթին Պավելին, ով միջին չափի լոգիստիկ բիզնեսի սեփականատեր էր, եւ ում հետ նրանք հատվել էին մի քանի նախագծերում։ Պավելը հիմնավոր եւ ազնիվ մարդ էր, ինչը գործարար աշխարհում ավելի հազվադեպ է հանդիպում, քան ընդունված է կարծել։ Պավ, մի հարց ունեմ, բայց բիզնեսի մասին չէ, ասաց Արմանը։ Դու ասում էիր, որ ֆինանսական բաժնումդ ավագ հաշվապահի թափուր տեղ ունես։ Ունեմ, պատասխանեց Պավելը։ Դեռ չենք փակել, բայց տեխնացուների նայում ենք։ Եվս մեկին նայիր, ռեզյումեն կուղարկեմ։ Քո մարդն է։ Արմանը մի վարքյան լռեց։ Լավ մասնագետ է, ասաց նա։ Ինքդ ստուգիր, եթե չհամապատասխանի մի վերցրու։ Ոչ մի ճնշում։ Հասկացա, ասաց Պավելը։ Պարզապես ավելորդ հարցեր չտվեց։ Ռեզյումեն Արմանն ինք է կազմեց, Անդրանիկի տեղեկանքի տվյալների հիման վրա, ավելացնելով այն, ինչ հիշում էր Մանեի մասին։ Նա միշտ էլ մանրակրկիտ ճշգրիտ էր, կարողանում էր աշխատել փաստաթղթերի հետ, չէր հանդուրժում սխալներ թվերի մեջ։ Դեռ այն ժամանակ, երբ նրանք միասին էին, նա տնային բյուջեն վարում էր 3 մակարդակի կատեգորիաներով աղյուսակում։ Նա այն ժամանակ ծիծաղում էր դրա վրա, հիմա այլ կերպ էր մտածում։ Նա ռեզյումեն ուղարկեց Պավելին։ 3 օր անց Պավելը հետ զանգեց։ Հրավիրեցի հարցազրույցի, ասաց նա։ Շատ լավ աղջիկ է, հավաքված, գրագետ, ճիշտ հարցեր է տալիս։ Վերցնում ենք։ Պայմանները նորմալ են, շուկայականից մոտ 20%-ով բարձր։ Սոցփաթեթ ճկուն գրաֆիկ։ Խնդրեց սկսել 2 շաբաթից։ Նա գիտի, որ ես սրա հետ կապ ունեմ։ Ոչ, ասաց Պավելը, դու չէիր խնդրել ասել։ Ճիշտ է, պատասխանեց Արմանը, պետք չէ։ Նա անջատեց հեռախոսն ու մի տարօրինակ բան զգաց։ Ոչ թե լուծված խնդրից բավարարվածություն, ոչ, տագնապի նման մի բան։ Նա ճիշտ վարվեց, թե նորից իր ձևով, առանց հարցնելու։ Նա ասել էր, մեզ ոչինչ պետք չէ։ Նա դա լսել էր ու միևնույն է արեց, ուղղակի ուրիշ կերպ, ոչ թե ահա քեզ փող վերցրու, այլ հեռացրեց արգելքները, բացեց դուռը։ Մտնել թե ոչ նրա ընտրությունն է։ Նա ինքն իրեն համոզեց, որ դրանք տարբեր բաներ են։ Գրեթե համոզեց։ Հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը զանգեց մանկական կլինիկայի մանկաբույժը։ Արմանն այդ մասին պատահաբար էր իմացել Անդրանիկից, ով իր տեղեկանքում նշել էր, որ տղան հաշվառված է Թաղամասի պոլիկլինիկայում, կրկնվող բրոնխիտի պատճառով։ Անդրանիկը չէր խնդրել դա պարզել, պարզապես իմիջիայլուց նշել էր, եւ դա բավական էր։ Արմանը զանգեց քաղաքի հյուսիսում գտնվող մի լավ մանկական կլինիկա, հեղինակություն ունեցող լավ բժիշկներով։ Խոսեց գլխավոր բժիշկի հետ ոչ թե որպես բարերար, այլ որպես մարդ, ով ուզում է վճարել կոնկրետ երեխայի հետազոտության ու բուժման համար։ Նշեց անունը, բացատրեց իրավիճակն ընդհանուր գծերով առանց ավելորդությունների։ Գլխավոր բժիշկը Կարապետյան ազգանունով մի տարեց տղամարդ նրան հանգիստ լսեց։ Երեխայի մայրը գիտի, հարցրեց նա։ Ոչ, ինչպես եք պլանավորում դա ձևաչերպել։ Արմանը մտածեց. որպես բարեգործական ծրագիր, դուք ունեք այդպիսի պացիենտներ։ Լինում են, ասաց Կարապետյանը, բայց մայրը պետք է համաձայնություն տա բուժման համար։ Առանց նրա մենք ոչինչ չենք կարող անել։ Հասկանում եմ, թող նա կարծի, թե ընկել է ծրագրի մեջ ուղեգրով, հնարավոր է դա կազմակերպել։ Կարապետյանը լռեց։ Դա էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ, ասաց նա վերջապես։ Բայց ես հասկանում եմ, ինչ նկատի ունեք։ Մենք այսպես կանենք։ Մայրը կստանա հրավեր երեխայի անվճար համալիր հետազոտության համար, այն ծրագրի շրջանակներում, որը մենք իսկապես երբեմն իրականացնում ենք։ Դա կլինի ճշմարտություն, իսկ հետո կտեսնենք։ Եթե բուժում պահանջվի, մենք նրա հետ բաց կխոսենք։ Շնորհակալություն, ասաց Արմանը։ Մի շնորհակալացեք, չոր պատասխանեց Կարապետյանը։ Պարզապես համոզվեք, որ դա անում եք հանուն երեխայի, այլ ոչ թե հանուն ձեզ։ Արմանն անջատեց հեռախոսը։ Հանուն երեխայի, հանուն ձեզ։ Նա երկար նստած էր բազկաթոռին նայելով հեռախոսին։ Հարցն ազնիվ էր, եւ ազնիվ պատասխան նա չուներ, որովհետեւ առանձնացնել այդ երկու դրդապատճառները նա չէր կարող։ Նրանք այնքան էին հյուսված իրար, որ մեկը չէիր հանի, առանց մյուսին քաշելու։ Նա ուզում էր օգնել տղային։ Դա ճիշտ էր, եւ նա ուզում էր իրավունք ունենալ նորից հայտնվել Մանեի կողքին։ Դա էլ էր ճիշտ։ Միգուցե դրա մեջ վատ բան չկար։
Միգուցե բարին, որն արված է խառը դրդապատճառներով, միևնույն է բարի է մնում, իսկ միգուցե ոչ։ Միգուցե նա նորից անում էր այն, ինչ հարմար էր իրեն։ Նորից ընտրում էր այն, ինչ թվում էր ճիշտ, առանց հարցնելու։ Ուրբաթ երեկոյան Անդրանիկը նրան հայտնեց, որ Մանեն նամակ է ստացել Կարապետյանի կլինիկայից և Միքայելին գրանցել է հետազոտության համար հաջորդ չորեքշաբթի։ Արմանը կարդաց հաղորդագրությունը, հեռախոսը դրեց գրպանը, վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Ապակու հետևում մտնում էր քաղաքը, նույն հազարավոր լույսերը, նույն տանիքները, նույն ցուրտը դրսում և տաքությունը ներսում։ Ինչ-որ տեղ այնտեղ, Պարոնյան Ներբանցքի 5 արքանի շենքում, բաց մոխրագույն բաճկոնով կինը քնեցնում էր կիտված հոնքերով տղային։ Միգուցե գիրք էր կարծում նրա համար, միգուցե պարզապես նստած էր կողքին, մինչև նա կքներ ու մտածում էր իր մասին։ Արմանը չգիտեր, բայց առաջին անգամ երկար ժամանակ անց մտածում էր ոչ թե գործարքի, ոչ թե թվերի, ոչ թե բիզնեսի հաջորդ քայլի մասին։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ է նշանակում քնել կողքիդ ուրիշի շնչառության ձայնի տակ ու հասկանալ, որ դա քոնն է։ Դեկտեմբերը եկավ կտրուկ, մեկ գիշերվա մեջ։ Դեռ երկուշաբթի ասֆալտը մոխրագույն էր ու թաց։ Իսկ երեքշաբթի առավոտյան Արմանը բացեց շերտավարագույրներն ու տեսավ առաջին ձյունը։ Ոչ թե այն, որը հալվում է 1 ժամից, այլ իսկական, թանձր թյուն, որը հավասար նստած էր պատուհանագոգերին ու տանիքներին։ Քաղաքը դրա տակ փոխվեց, դարձավ ավելի լրակյաց, ավելի մերմ, գրեթե բարի։ Նա կանգնած էր պատուհանի մոտ սուրճով ու մտածում էր, որ Միքայելը երևի ուրախացել է ձյան համար։ Երեխաները միշտ են ուրախանում առաջին ձյանը։ Դա այն քիչ բաներից է, որ չի փոխվում ոչ սերունդների հետ, ոչ էլ ընտանիքի բարեկեցության։ Հետո նա բռնեց իրեն այդ մտքի վրա ու քմծի ծախ տվեց։ Նախկինում նա ձյան մասին մտածում էր բացառապես լոգիստիկայի տեսանկյունից։ Կհասցնեն կապալարուները փակել հիմքը մինչև սառնամանիքները։ Հիմա մտածում էր կարմիր գլխարկով ու փոփոնով երեխայի մասին։ Այդ շքամուտքի մոտի զրույցից անցել էր 3 շաբաթ։ Այդ 3 շաբաթների ընթացքում նա չէր երևացել նրա տան մոտ, չէր եկել մանկապարտեզ, չէր զանգել։ Դա տրվում էր ավելի դժվար, քան նա սպասում էր։ Ոչ թե որովհետև անտանելի էր, այլ որովհետև պահանջում էր մշտական գիտակցված ջանք։ Ամեն անգամ, երբ ձեռքը մեկնում էր հեռախոսին կամ մոտքը դեպի դուղը, նա կանգ էր առնում ու հարցնում իրեն. ինչու։ Հանուն նրա, թե հանուն ինձ։ Առայժմ ավելի հաճախ ստացվում էր հանուն իրեն։ Դա նրան կանգնեցնում էր։ Չորեքշաբթի օրը զանգեց բժիշկ Կարապետյանը։ Տղան հետազոտության էր, ասաց նա առանց նախաբանի։ Քրոնիկական բրոնխիտ է, ռեմիսիայի փուլում, ինչպես եւ ենթադրվում էր։ Բայց կա եւս մի բան. բրոնխիալ ծառի զարգացման փոքրիկ անոմալիա։ Կրիտիկական չէ, բայց պահանջում է հսկողություն եւ հնարավոր է ֆիզիոթերապիայի կուրս։ Առանց բուժման ժամանակի ընթացքում կարող է բարդություններ տալ։ Որքանով է դա լուրջ, հարցրեց Արմանը։ Ժամանակին բուժելու դեպքում լիովին կառավարելի է, պատասխանեց Կարապետյանը։ Առանց բուժման մի քանի տարի հետո կարող են խնդիրներ լինել։ Ֆիզիոթերապիայի կուրս հատուկին հալադր։ Հսկողական զննումներ 3 ամիսը մեկ։ Թանկ է նրա բյուջեի համար։ Արմանը լռեց։ Նա գիտի։ Ես ամեն ինչ բացատրեցի մորը, ասաց բժիշկը։ Նա հանգիստ լսեց, հարցրեց արժեքի մասին։ Երբ ես թիվն ասացի, դեմքը չփոխվեց։ Ասաց, որ կմտածի։ Ինչ է նշանակում կմտածի։ Դա նշանակում է, ասաց Կարապետյանը թեթև դադարից հետո, որ նա հիմա այդ գումարը չունի, բայց նա դա բարձրաձայն չի ասի։ Արմանը մի վայրկյան փակեց աչքերը։ Ամեն ինչ ձևակերպեք իմ վրա։ Ամբողջ կուրսը, բոլոր զննումները։ Նա չպետք է իմանա աղբյուրը։ Ես արդեն ասացի ձեզ, որ դա էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ, ասաց Կարապետյանը։ Երեխային առանց բուժման թողնելը էթիկայի տեսանկյունից ճիշտ է, պատասխանեց Արմանն ավելի ցածր, քան ուզում էր։ Բժիշկը լռեց։ Ես նրան կասեմ, որ տղան ընդգրկվել է կլինիկայի ընդլայնված բարեգործական ծրագրում, ասաց նա վերջապես։ Դա կլինի ճշմարտություն ձևականորեն, որովհետև դուք իսկապես ֆինանսավորում եք այդ բուժումը։ Ձեր անունը նա չի իմանա։ Շնորհակալություն, ասաց Արմանը։ Մի շնորհակալացեք, նորից պատասխանեց Կարապետյանն իր սիրելի արտահայտությամբ։ Պարզապես մի խանգարեք մորն անել իր գործը։ Նա լավ մայր է։ Բժշկի վերջին խոսքերը նրա հետ մնացին ամբողջ օրը։ Լավ մայր է։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ է նշանակում այդ ամենը միայնակ տանել։ Աշխատանք, շաբաթօրյա ելքերով։ Երեխա, ով հաճախ է հիվանդանում։
Հաշիվներ, որոնք պետք է վճարել։ Որոշումներ, որոնք պետք է կայացնել ամեն օր։ Առանց դադարի իրավունքի։ Առանց հնարավորության մեկին ասելու. այսօր ես չեմ կարող, դու արա։ 5 տարի։ 5 տարի նա դա արել է միայնակ։ Եվ չի խնդրել ու չի փնտրել իրեն։ Եվ երբ տեսավ նրան, ցնցոցյավոր նստած կանգարի նստարանին ցուրտ երեկոյին, պարզապես տվեց դրամապանակի վերջին փողերն ու գնաց։ Առանց տեսարանների, առանց բարձաբանումների, առանց նայիր ինչ օրի ես հասել խոսքերի։ 5 երեկոյան նա արեց այն, ինչից խուսափում էր 3 շաբաթ։ Նրան հաղորդագրություն գրեց, կարճ։ Նրա հեռախոսահամարը հինն էր։ Հենց այն, որը նա ժամանակին արգելափակել էր։ Անդրանիկը հաստատել էր, որ համարը չի փոխվել։ Նա գրեց. Մանե, ես Արմանն եմ։ Պարզապես ուզում եմ ասել, եթե ինչ-որ բան պետք լինի, ես կողքիդ եմ։ Փոխարենը ոչինչ չեմ պահանջում։ Ուղարկեց։ Հեռախոսը էկրանով դեպի ներքև դրեց սեղանին։ Պատասխանին սպասեց մի ժամ։ Հետո 2։ Հետո դադարեց սպասել ու բարկեց քնելու։ Պատասխանը եկավ գիշերվա ժամը 1-ին մոտ։ 1 բառ։ Լավ։ Ոչ թե շնորհակալություն։ Ոչ թե մի գրիր ինձ։ Պարզապես լավ։ Դա ոչ տաք էր, ոչ սառը։ Դա պատի մեջ մի ճեղք էր։ Նեղ, հազիվ նկատելի, բայց այնուամենայնիվ ճեղք։ Հաջորդ 2 շաբաթները տարօրինակ էին։ Նրանք կարճ հաղորդագրություններ էին փոխանակում։ Հազվադեպ առանց ճնշման։ Նա հարցնում էր, ինչպես Միքայելն անցկացրեց առաջին ֆիզիոթերապիան։ Մանեն պատասխանում էր. նորմալ է, չի լացել։ Մի անգամ նա գրեց. դրսում սառցակալած է, զգույշ եղիր պայուսակների հետ։ Մանեն չպատասխանեց դրան, բայց նաև չգրեց. մի գրիր ինձ։ Դեկտեմբերի կեսերին մի կիրակի օր Արմանը գրեց. կարող եմ գալ։ Պարզապես այդպես։ Մի փոքր ժամանակով։ Երկար դադար։ Հետո։ Մենք գնում ենք Սահադաշտ ժամը 2-ին։ Եթե ուզում ես, Կոմիտասի անվան զբոսայգի։ Դա հրավեր չէր։ Դա թույլտվություն էր։ Նուրբ, բայց իրական տարբերություն, որն Արմանն անմիջապես զգաց։ Նա եկավ զբոսայգի։ Նրանք արդեն այնտեղ էին։ Միքայելը նոր ձմեռային կոմբինեզոնով էր, վառ նարնջագույն, ամենափոքրերի համար նախատեսված հաստ տակացուով չմուշկներով։ Մանեն կանգնած էր եզրաշերտի մոտ ու բռնել էր նրա 2 ձեռքերը։ Մինչ նա անում էր առաջին քայլերը սառույցի վրա, Միքայելը ծիծաղում էր ու միաժամանակ վախենում։ Դա երևում էր նրանից, թե որքան պինդ էր սեղմում մոր մատները, եւ միևնույն ժամանակ շարունակում ձգվել առաջ։ Արմանը կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա։ Մանեն նրան առաջինը տեսավ։ Կարճ գլխով արեց, առանց ժպիտի, բայց եւ առանց սառնության։ Պարզապես տեսավ, ընդունեց նրա ներկայությունը, շարունակեց բռնել Միքայելին։ Տղան շրջվեց ու տեսավ նրան։ Մի քանի վայրկյան նայեց իր այն լրջությամբ, որը, ինչպես Արմանն արդեն գիտեր, տոհմական գիծ էր։ Հետո անսպասելիորեն բարձրաձայն ասաց. դու այն նստարանի մոտի հորեղբայրն ես։ Մանեն մի վայրկյան փակեց աչքերը։ Արմանն զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան դողաց։ Այո, ասաց նա հանգիստ, հենց ինքն եմ։ Դու չմուշկներով սահել գիտես։ Գիտեմ, պատասխանեց Միքայելը գործնական տոնով։ Դե արի այստեղ, թե չէ ես ընկնում եմ։ Մանեն բերանը բացեց ու փակեց։ Ոչինչ չասաց։ Արմանը չմուշկներ վարձեց, հագավ ու դուրս եկավ սառույցի վրա։ Նրանք սահեցին մոտ 1 ժամ։ Նա բռնել էր Միքայելին մի կողմից, Մանեն մյուս։ Տղան 2 անգամ ընկավ, 2 անգամն էլ ծիծաղեց, ոչ մի անգամ չլացեց։ Վերջում նա արդեն բաց էր թողնում նրանց ձեռքերն ու մի քանի վայրկյան անկախ քայլեր էր անում, անփույթ, ոտքերը լայն բացած, բայց ինքնուրույն։ Մանեն գրեթե չէր խոսում Արմանի հետ, բայց մի անգամ, երբ Միքայելն առաջ վազեց եւ նրանք մի պահ հայտնվեցին կողք կողքի, առանց երեխայի, նա ասաց հայացքն ուղիղ պահելով. նա քո մասին հարցնում էր այն առավոտվանից հետո։ Ինչ էր հարցնում, նույնքան ցածրաձայն հարցրեց Արմանը։ Թե ով ես դու, պատասխանեց նա։ Ես ասացի ծանոթ է։ Արմանը գլխով արեց, ոչինչ չավելացրեց։ Նրանք դուրս եկան զբոսայգուց ժամը 4:30-ին, Միքայելը քայլելիս քնում էր,
Մանեն նրան գիրքը վերցրեց սովորական շարժումով, ծանր էր, տղան արդեն փոքր չէր, 4 տարեկան։ «Տուր ինձ», ասաց Արմանը պարզապես ու վերցրեց երեխային։ Մանեն միանգամից չտվեց, մի վայրկյան տատանվեց, բայց տվեց։ Միքայելը քնահարամ տեղավորվեց նրա ուսին ու 1 րոպե անց արդեն հավասարաչափ շնչում էր։ Նրանք լուր հասան մինչև նրա տունը։ Շքամուտքի մոտ Մանեն նորից տատանելով վերցրեց որդուն։ Արմանը բաց պահեց տուղը։ «Շնորհակալություն», ասաց նա վերելակի մոտ, առանց շրջվելու։ «Խնդրեմ», պատասխանեց նա։ Վերելակի դուռը փակվեց։ Նա դուրս եկավ փողոց, մի փոքր կանգնեց։ Ձյունը հանգիստ ու հավասարաչափ գալիս էր։ Նրանց միջև հեռավորությունը դեռ հսկայական էր։ Նա դա հասկանում էր, բայց այսօր այն մի փոքր փոքրացավ։ Հունվարը ցրտաշունչ էր ու պարզ։ Դեկտեմբերյան սահադաշտից հետո նրանք տեսնվել էին եւս 2 անգամ, 2 անգամն էլ կարճ առանց նախապես պլանավորելու։ Մի անգամ Արմանը Միքայելի համար կոնստրուկտոր բերեց։ Ոչ թանկարժեք, ոչ ցուցադրական, պարզապես լավ մանկական կոնստրուկտոր, խոշոր դետալներով, որը տեսել էր խանութի ցուցափեղկին։ Մանեն նվերն ընդունեց լուր առանց շնորհակալության, բայց եւ առանց առարկությունների։ Երկրորդ անգամ նրանք պատահաբար հանդիպեցին նրա տան մոտի խանութում։ Նա եկել էր այդ թաղամաս առանց հատուկ նպատակի, պարզապես գործերով մոտակայքում էր, ինչպես ինքն իրեն խոստովանեց։ Մանեն նրան նայեց թեթև կասկածանքով, ինչպես նայում են այն մարդուն, ում լիովին չեն հավատում, բայց դեռ չեն էլ վռնում։ Միքայելը 2 անգամն էլ ուրախացավ նրան տեսնելիս, բացահայտ, առանց երեխայական հաշվարկների, այնպես, ինչպես կարողանում են ուրախանալ միայն փոքր երեխաները, ովքեր դեռ զսվելու պատճառներ չունեն։ Հունվարի առաջին հանգստյան օրերին Մանեն ինքը գրեց. «Առաջին անգամ, կարճ, Միքայելը խնդրում է, որ գաս, ասում է ուզում է քեզ ցույց տալ կոնստրուկտորով սարքած աշտարակը»։ Արմանը հաղորդագրությունը 3 անգամ կարդաց, հետո գրեց. «Ժամը 2-ին կլինեմ»։ Նա եկավ ճիշտ ժամը 2-ին, բնակարանը փոքր էր, 3-րդ հարկում, մաքուր, լուսավոր, խնամքով ընտրված դետալներով, պատուհանագոգին կանաչ բույսերով թաղարներ էին դրված, պատին Միքայելի նկարներն էին, պարզ շրջանակների մեջ, միջանցքի դարակին մանկական գրքերի կոկիկ դասավորված շերտ, ոչ շքեղ, բայց այն առանձնահատուկ ջերմությամբ, որը մարդու մասին ավելի շատ է խոսում, քան թանկարժեք վերանորոգումը։ Միքայելը նրան դիմավորեց դռան մոտ, բոբիկ, դինոզավրերով պիժամայով ու կապույտ սվիտերով, ձեռքին բազմագույն դետալներով մի կառույց էր, որը միաժամանակ նման էր աշտարակի, նավի եւ ինչ-որ երրորդ բանի։ «Նայիր», ասաց նա անմիջապես, առանց նախաբանի, պարզելով կառույցը։ «Սա հրթիռ է, բայց նաեւ տուն է, այստեղ տիեզերագնացներ են ապրում»։ «Լուրջ կառույց է», ասաց Արմանը, վերցնելով հրթիռ տունը ու ուշադիր զննելով։ «Իսկ այս դետալն ինչի համար է»։ «Դա շարժիչն է», բացատրեց Միքայելը պրոֆեսիոնալ լրջությամբ։ «Առանց դրա չի թռչի»։ Մանեն կանգնած էր խոհանոցի դռան մոտ, ձեռքերը սրբում էր սրբիչով ու հետևում էր, առանց շպիտի, պարզապես նայում էր։ Արմանը որսաց նրա հայացքն ու գլխով արեց։ Նա պատասխանեց նույն կերպ։ «Սուրճ կխմես»։ «Կխմեմ», պատասխանեց նա։ Նրանք անցկացին մոտ 3 ժամ։ Միքայելը ցույց տվեց իր բոլոր խաղալիքները, անուն առանուն, յուրաքանչյուրի պատմությամբ։ Պատմեց մանկապարտեզի մասին, ընկերոջ Կարենի մասին, ով երբեմն ժլատություն է անում, բայց ընդհանուր առմամբ նորմալ է։ Ցույց տվեց, թե ինչպես է կարողանում հաշվել մինչև 20-ը, դանդաղ ու կենտրոնացած ծալելով մատները։ Արմանը լսում էր, իսկապես լսում էր, ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ որովհետև չէր կարող չլսել, որովհետև դա պարզապես իր երեխան է։ Ով պատմում է խաղալիքների ու մանկապարտեզի մասին։ Եվ նա բաց էր թողել դրա 4 տարիները։ Մանեն գրեթե չէր մասնակցում նրանց զրույցներին, զբաղված էր խոհանոցում, եւ թեմն ներս էր մտնում, սուրճ ու թխված քաբլիթ էր բերում։ Պահում էր տարածություն, ոչ կոպիտ, ոչ ցուցադրական, պարզապես առայժմ այդպես։ Արմանը չէր ճնշում։ Ժամը 8:30-ին Միքայելը սկսեց հոգնել։ Դա երևում էր նրանից, որ նա սկսեց ավելի հաճախ հորանջել ու ավելի քիչ նոր թեմաներ գտնել զրույցի համար։ Մանեն եկավ խոհանոցից, նստեց նրա կողքին, գորգին։ «Վերջ, հերոս ջան», ասաց նա մեղմիկ, «շուտով ընթրիքն է, հետո քնելու»։ «Մի քիչ էլ», խնդրեց Միքայելը, ստանդարտ, ինչպես խնդրում են աշխարհի բոլոր երեխաները։ «Ոչ», ասաց նա, նույնպես մեղմ, բայց առանց քննարկման։ «Դե գնա լվացվիր»։ Միքայելը ծանր հոգոց հանեց, կարծես իրեն առաջարկել էին մի իսկապես անտանելի բան։
վեր կացավ, հետո շրջվեց դեպի Արմանը։ Էլի կգաս, կգամ, ասաց Արմանը։ Տղան բավարարված գլխով արեց, ինչպես մարդ, ով ստացել է իրեն պետքական պատասխանը, ու գնաց լոգարան։ Արմանը սկսեց հավաքվել, վերցրեց բաճկոնը, գտավ գլխարկը հրթիռ տանտակից, որը Միքայելը ինչ-որ պահի դրել էր վրան որպես դրոշ։ «Սպասիր», ասաց Մանեն։ Նա կանգ առավ։ Մանեն կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի նա, նայում էր փողոցին։ Լռեց մի վայրկյան։ «Ֆիզիոթերապիան օգնում է», ասաց նա։ Բժիշկ Կարապետյանն ասում է, որ 2 ամսից արդյունքը կերևա։ Միքայելն արդեն 2 շաբաթ է, գիշերները չի հազում։ Դադար։ Ես չգիտեմ ով է վճարում այդ ծրագրի համար։ Կարապետյանը չի ասում, բայց ես հիմար չեմ։ Արմանը լռում էր։ Ես չեմ խնդրում քեզ խոստովանել, շարունակեց նա, առանց շրջվելու։ Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն ասել Միքայելի համար, ոչ իմ փոխարեն, նրա համար։ Շնորհակալություն։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, ասաց նա։ Պետք է, արարքեց նա հանգիստ։ Դա իմ իրավունքն է։ Նա ոչինչ չպատասխանեց։ Պատուհանից այն կողմ մտնում էր։ Միքայելը ջուր էր շփում լոգարանում։ Լսվում էր, թե ինչպես է ջուրը հոսում, եւ ինչպես է նա քթի տակ ինչ-որ բան մրմնջում։ Մանե, ասաց Արմանը, ես չեմ փորձում գնել քո ներումը։ Ես ուզում եմ, որ դու դա իմանաս։ Նա վերջապես շրջվեց։ Նայեց նրան ուշադիր, առանց թշնամանքի, բայց եւ առանց ջերմության։ Ես գիտեմ, ասաց նա, առայժմ գիտեմ, կտեսնենք։ Դա ազնիվ էր, նա ընդունեց դա, հեռացավ ժամը 9:30-ին։ Հունվարի հաջորդ 3 շաբաթները նա գալիս էր կիրակի օրերին, ոչ ամեն կիրակի, մեկու մեջ, առանց պարտադրվելու, բայց եւ առանց անհետանալու։ Մանեն դադարեց ամեն անգամ խոհանոց գնալ նրա այցելության ժամանակ։ Մի անգամ նրանք նույնիսկ իսկական զրույց ունեցան, ոչ թե Միքայելի կամ եղանակի մասին։ Նա հարցրեց նրան նոր աշխատանքի մասին։ Մանեն պատմեց զուսպ, բայց առանց փակվելու։ Ասաց, որ կոլեկտիվը նորմալ է, առաջադրանքները հետաքրքիր, տնօրենն էլ կմահաճ մարդ չէ։ Արմանը լսում էր ու չէր ասում, որ ճանաչում է Պավելին անձամբ։ Դա նրա գիտակցված ընտրությունն էր, լռել։ Այդ զրույցի ժամանակը դեռ կգա։ Հունվարի վերջին կիրակի օրը տեղի ունեցավ այն, ինչ նա չէր սպասում։ Միքայելն ամբողջ օրը հատկապես աշխույժ էր։ Նրանք կոնստրուկտորով տիեզերակայան էին սարքում, վիճում էին, թե քանի տիեզերագնաց կտեղավորվի այնտեղ։ Խոհանոցում ուտում էին մուրաբայով փքաբլիթներ, որոնք Մանենն առաջին անգամ էր պատրաստել նրա ներկայությամբ։ Ճաշից հետո Միքայելը բերեց դինոզավրերի մասին նկարազարդ մի մեծ գիրք ու տեղավորվեց բազմոցին Արմանի ու Մանեի միջև։ «Կարդա», ասաց նա, գիրքը մեկնելով Արմանին։ Արմանը վերցրեց գիրքը, բացեց առաջին էջն ու սկսեց բարձրաձայն կարդալ, արտահայտիչ, փոխելով ձայնը տարբեր դինոզավրերի համար, ինչը Միքայելին հիացմունքի մեջ էր գցում։ Տղան ծիծաղում էր, ընդհատում, հարցեր տալիս, նորից խնդրում կարդալ։ Մանեն նստած էր կողքին, չէր գնում, երբեմն նա էլ էր ժպտում, մեղմ, գրեթե աննկատ։ Միքայելը ննջեց գրքի մոտավորապես կեսին։ Այդպես նրանց միջև, գիրքը փորին ու բերանը բաց։ Արմանը լռեց, զգուշությամբ փակեց գիրքը։ Մի քանի րոպե նրանք լուռ նստած էին։ Հետո Միքայելն ինչ-որ բան մրմնջաց քնի մեջ, անհասկանալի, երեխայական, շրջվեց ու առանց արթնանալու քիթը խոթեց Արմանի ուսի մեջ։ Տեղավորվեց այնտեղ հարմարավետ, վստահությամբ, կարծես դա աշխարհի ամենաբնական տեղն էր, ու քնահարամ գրեթե անձայն արտասանեց։ Պապա։ Մեկ բառ։ Արմանը չշարժվեց, վախենում էր, բառացիորեն ֆիզիկապես վախենում էր փախցնել այդ պահը անզգույշ շարժումով։ Մանեն նստած էր կողքին, նա չէր նայում Մանեին, բայց զգաց, թե ինչպես նա քարացավ, ինչպես փոխվեց նրա շնչառությունը, դարձավ ավելի խորը, անհավասար։ Մի քանի վայրկյան անց նա կամաց վեր կացավ ու դուրս եկավ սենյակից։ Արմանը մնաց նստած, դինոզավրերի գիրքը ծնկներին ու քնած տղանուսին։ Պատուհանից այն կողմը կապտում էր հունվարյան երեկոն։ Նա չէր լսում լացում է նա թե ոչ, բայց գիտեր ինչ-որ ներքին անսխալ զգացումով, որ հիմա պատի հետևում ինչ-որ կարևոր բան է կատարվում։ Մի բան, որը չի կարելի արագացնել ու չի կարելի բացատրել։ Կարելի է միայն սպասել։ Նա գիտեր սպասել, սովորել էր այս ամիսների ընթացքում։ Մոտ 10 րոպե անց Մանեն վերադարձավ, նստեց նախկին տեղում, զգուշությամբ վերցրեց Միքայելին գիրքը, նա չարթնացավ ու տարավ մահճակալին։ Երբ նա վերադարձավ սենյակ, աչքերը մի փոքր կարմրած էին։ Նա նստեց դիմացն ու երկար նայեց նրան, հետո ասաց ցածրաձայն, բայց հաստատակամ. «Մի խափիր նրան, Արման, միայն թե ոչ նրան»։ «Չեմ խափի», պատասխանեց նա, եւ առաջին անգամ այս ամբողջ ընթացքում ասաց դա առանց կասկածի նշույլի։ Փետրվարը բերեց ծնհալ, անսպասելի ձմեռվա կեսի համար,
գրեթե խաբուսիկ։ Ձյունը մթնեց, նստեց, տանիքներից կաթում էր։ Քաղաքը հոգնած տեսք ուներ, ինչպես մարդը, ով երկար դիմացել է ու հանկարծ թույլ է տվել իրեն մի փոքր թուլանալ։ Արմանը նկատեց այդ փոփոխությունն առավոտյան, երբ գնում էր դեպի մեքենան։ Օդը մեղմ էր, գրեթե գարնանային։ Նա մի վայրկյան կանգ առավ, երեսը բարձրացրեց դեպի մոխրագույն երկինքը, որն արդեն չուներ փետրվարյան այն կոշտությունը, որը կտրում է այտերը։ Այն հունվարյան երեկոյից հետո, երբ Միքայելը քնի մեջ արտասանեց «պապա» բառը, ինչ-որ բան փոխվեց։ Ոչ միանգամից, ոչ կտրուկ, այլ աստիճանաբար, ինչպես փոխվում է լույսը սենյակում, երբ ամպերը դանդաղ ցրվում են։ Մանեն մի օրում ավելի ջերմ չդարձավ, բայց նրանց միջև եղած պատը, հենց այն, որ ինքն էր կանգնեցրել 5 տարի առաջ, եւ որը նա հետո ամրացրել էր իր կողմից, սկսեց փոխել իր բնույթը։ Քարից այն դառնում էր ապակե, դեռ պինդ, դեռ թափանցիկ միայն մի կողմից, բայց արդեն ոչ միաձույլ։ Կիրակնորի այցելությունները դարձան սովորություն։ Միքայելը սպասում էր դրանց բացահայտ չթաքնված ուրախությամբ։ Կիրակի առավոտից սկսում էր հարցնել մայրիկին. «Շուտով կգա»։ Մանեն հավասարաչափ պատասխանում էր. «Ժամը 2-ին»։ Միքայելը նայում էր ժամացույցին։ Նա արդեն գիտեր ժամացույց նայել։ Դրանով շատ էր հպարտանում ու սպասում էր։ Փետրվարի առաջին կիրակի օրը Արմանը եկավ դահուկներով։ Ոչ թանկարժեք, ոչ սպորտային, պարզ մանկական պլաստիկե դահուկներով։ Մանեից իմացել էր, որ Միքայելը ոչ մի անգամ դահուկների վրա չի կանգնել ու որոշեց շտկել այդ բաց թողումը։ Նա չարարկեց։ Կարճ գրեց ի պատասխան նրա հաղորդագրության. «Լավ, տակ հագնվիր, նրա քիթը շուտ է մրսում»։ Այս փոքրիկ փաստը նրա քիթը շուտ է մրսում հուզեց Արմանին ավելի շատ, քան նա սպասում էր։ Նման մանրամասներ գիտեն միայն նրանք, ովքեր ամեն օր կողքին են։ Զբոսայգում Միքայելը սկզբում դահուկներին վերաբերվեց առողջ թերահավատությամբ։ «Ես կընկնեմ», հայտնեց նա նայելով ամրակներին փորձագետի հայացքով։ «Կընկնես», համաձայնեց Արմանը։ «Բոլորն էլ ընկնում են։ Դա պրոցեսի մի մասն է։ Մայրիկն էլ է ընկել։ Բոլորն էլ ընկել են», կրկնեց Արմանը։ «Նույնիսկ ես»։ Միքայելը լրջորեն մտորեց այս տեղեկության շուրջ։ «Լավ», որոշեց նա, «կընկնեմ»։ Մանեն քայլում էր կողքից, տաք կոշիկներով, շարֆը երկու տակ փաթաթած։ Ինքը չէր սահում, պարզապես քայլում էր, հետևում։ Արմանը կողմնակի տեսողությամբ նկատում էր, թե ինչպես է նա նայում Միքայելին մորային անընդհատ։ Ֆոնային տագնապով, որը երբեք չի անջատվում, պարզապես երբեմն ավելի ցածր է դառնում։ Եվ թե ինչպես երբեմն, շատ կարճ, հայացքը տեղափոխում էր իր վրա։ Միքայելն ընկնում էր հաճույքով ու առանց նեղանալու։ Վեր էր կենում, թափ տալիս իրեն, պահանջում էլի։ Մեկ ժամ անց արդեն սահում էր թեքլանջով ինքնուրույն, ամփույթ, ոտքերը լայն բացած, ձեռքերը հավասարակշռության համար պարզած, բայց ինքնուրույն։ Ու այնքան բարձր էր գոռում, որ զբոսայգու մյուս այցելուները շրջվում էին։ Հետդարձի ճանապարհին Միքայելը վերջնականապես ուժասպառ եղավ ու պահանջեց, որ իրեն տանեն։ Արմանը նրան գիրքը վերցրեց առանց ավելորդ բաղերի, արդեն սովորական դարձած շարժումով, որը ձևավորվել էր վերջին շաբաթների ընթացքում։ Տղան անմիջապես քիթը խոթեց նրա պարանոցի մեջ ու լռեց։ «Ծանր է», հարցրեց Մանեն։ «Ոչ», պատասխանեց Արմանը։ Նա սովորականից մի վայրկյան ավել նայեց Արմանին, հետո հայացքը թեքեց։ Նրանք քայլում էին մաքրված ճանապարհով, ու Արմանը մտածում էր, որ հենց այսպիսի տեսք ունի այն, ինչի մասին ինքը նախկինում երբեք լուրջ չէր մտածել։ Ոչ թե որպես գովազդային նկար, այլ որպես հոգնած ոտքեր, գրկիտ ծանրացած երեխա, ձմեռային օդի հոտ ու կողքիդ կինը, ով լռում է, բայց ոչ այն պատճառով, որ ասելու բան չունի։ Փետրվարի կեսերին տեղի ունեցավ մի բան, որը Արմանը չէր գոհանավորել։ Զանգեց հայրը։ Նորիկ Զաքարյանը հազվադեպ էր զանգում։ Նա հին դպրոցի մարդ էր, նախընտրում էր նամակներն ու անձնական հանդիպումները։ Երբ զանգում էր, նշանակում է կար կոնկրետ բան։ «Լսել եմ, սկսել ես հաճախ երևալ Պարոնյան նրբանցքում», ասաց հայրը առանց նախաբանի։ Ոչ մի անգամ, Արմանը չզարմացավ, հայրը միշտ ուներ իր աղբյուրները։ «Այո», ասաց նա կարճ։ «Դա այն աղջիկն է, Վաղեմի»։ «Այո», լռություն։ Հայրը լռում էր, ուրիշների պես չէր լռում, կշռադատված ու ծանրակշիռ։ «Երեխա», հարցրեց հայրը վերջապես։ Չէր հարցնում, այլ փաստում էր։ «Այո, իմ թոռն է»։ Դարձյալ լռություն, ավելի երկար։ «Ինչու չէիր ասել», հարցրեց հայրը։ Ձայնը հավասար էր, առանց կշտամբանքի, ինչն երևի ավելի վատ էր, քան կշտամբանքը։ «Որովհետև ինքս եմ ուզում հասկանալ», պատասխանեց Արմանը։ «Սա գործնական հարց չէ, հայրիկ։ Այստեղ խորհրդատուների եւ ռազմավարության կարիք չկա»։ Նորիկ Զաքարյանը եւս մի պահ լռեց։ «Դու փոխվել ես», ասաց նա վերջապես։ Պարզ չէր դա լավ էր թե վատ նրա կարծիքով։ «Երևի», համաձայնեց Արմանը։ Նա գիտի, թե ով ես դու,
գիտեր հենց սկրբից, եւ ոչինչ չի խնդրում, ասաց Արմանը։ Դրա համար էլ ես այստեղ եմ։ Հայրը անջատեց հեռախոսը, առանց ավելորդ բառերի։ Դա նույնպես նրա ոճի մեջ էր։ Արմանը նստած էր հեռախոսը ձեռքին ու մտածում էր, որ այս խոսակցությունը վերջին տարիների այն քչերից էր, երբ հայրը չէր ճնշում, պարզապես հարցրեց, լսեց, նահանջեց։ Գուցե ինքն էլ էր փոխվում, գուցե պարզապես հոգնել էր ճնշելուց։ Փետրվարի վերջին շաբաթօրը Մանեն գրեց նրան ցերեկը, անսպասելի էր, ոչ թե կիրակի։ Միքայելը հիվանդացել է, ջերմությունը 38.2 է։ Բժիշկն ասաց սովորական մրսածություն է, ոչ թե բրոնխիտ, բայց նա կամակորություն է անում ու քեզ է կանչում։ Չգիտեմ ինչպես կվերաբերվես սրան։ Արմանը կարդում էր հաղորդագրությունը, կանգնած խորհրդակցությունների սենյակի մեջտեղում, սպասելով նիստի մեկնարկին։ Սեղանի շուրջ նստած էին 4 հոգի, փաստաթղթերով ու նոութբուքերով։ Նա թաքցրեց հեռախոսը, նայեց իր տեղակալին, Ռոմանին։ Ռոման, առանց ինձ անցկացրու, նյութերը քո մոտ են, հարցերը գիտես, ամեն ինչ շտապ է, ստորագրմանը վաղը առավոտյան։ Ռոմանը բարձրացրեց հոնքը, բայց գլխով արեց։ 3 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում նա սովորել էր ավելորդ հարցեր չտալ։ Արմանը եկավ 40 րոպե անց։ Միքայելը պառկած էր բազմոցին վանդակավոր ծածկոցի տակ, կարմրած ու դժգոհ։ Տեսնելով Արմանին նա անմիջապես նստեց, ինչը Մանեն կանխեց։ Պարկիր։ Միքայելը նորից պարկեց, բայց այնպիսի տեսքով ասեց դա անում էր քաղաքավարությունից դրդված, այլ ոչ թե անհրաժեշտությունից։ Կոկորդս ցավում է, հայտնեց նա Արմանին ողբերգական ձայնով։ Դա տխաճ է, համաձայնեց Արմանը, նստելով կողքին։ Գլուխս էլ է ցավում, ու ձանձրալի է։ Այ դրա հարցում ես կօգնեմ։ Նա այնտեղ անցկացրեց 4 ժամ։ Կարդում էր բարձրաձայն, նորից դինոզավրերի մասին, հետո տիեզերքի, հետո խոսող կատվի մասին մի գիրք, որը Միքայելն ինքն էր ընտրել։ Երբ տղան ննջեց, Արմանը դուրս եկավ խոհանոց։ Մանեն կանգնած էր գազօջախի մոտ, կաթ էր տաքացնում։ Շրջվեց, երբ նա ներս մտավ։ Շնորհակալություն, որ եկար, ասաց նա։ Մեղմ ու առանց վերապահումների։ Պարզապես շնորհակալություն։ Նա էր խնդրել, ես էլ եկա, ասաց Արմանը։ Նա գլխով արեց։ Կաթը լցրեց բաժակների մեջ, 2 բաժակ, ինքնավերաբար։ Չմտածելով մեկը մոտեցրեց նրան։ Նա վերցրեց։ Նրանք կանգնած էին խոհանոցի սեղանի տարբեր կողմերում, բաժակները ձեռքերին։ Փոքրիկ բնակարանի լռության մեջ։ Մինչ պատի հետևում քնած էր հիվանդ տղան, խոժորված հոնքերով։ Նա քեզ կարոտում է կիրակի օրերի արանքում, ասաց Մանեն վերջապես։ Ես դա չեմ ասում որպես կշտամբանք, պարզապես որ իմանաս։ Ես էլ եմ կարոտում, ասաց Արմանը։ Նա երկար ու ուշադիր նայեց նրան։ Կարծես ինչ-որ բան էր ստուգում, փնտրելով անհամապատասխանություն բառերի և դեմքի արտահայտության միջև։ Չգտավ։ Հայացքը թեքեց։ Վերցրեց բաժակը։ Մի կում արեց։ Արման, ասաց նա, առանց նրան նայելու։ Ես չգիտեմ ինչ դուրս կգա սրանից։ Չգիտեմ, պատրաստ եմ թե ոչ, բայց տեսնում եմ, թե դու ինչպես ես նրա հետ, և տեսնում եմ, որ դու ուրիշ ես։ Ոչ այն մարդը, որ 5 տարի առաջ էր։ Ուրիշ եմ, հաստատեց նա։ Դա դեռ բավարար չէ, ասաց նա ազնվորեն։ Բայց դա արդեն ինչ-որ բան է։ Նա չասաց հասկանում եմ կամ կսպասեմ, պարզապես գլխով արեց։ Երբեմն գլխի շարժումն ավելի դիպուկ է խոսում, քան բառերը։ Պատուհանից այն կողմ փետրվարյան երեկոն արագ մթնում էր։ Խոհանոցում տաք լույս էր վառվում։ Բաժակների մեջ կաթը սառչում էր, և նրանց միջև եղած հեռավորությունը, այն նույնը, որն ինքը ստեղծել էր 5 տարի առաջ մեկ գիշերային հաղորդագրությամբ, կրճատվում էր, դանդաղ, անհավասար, կանգառներով, բայց կրճատվում էր։ Մարդը եկավ աղմուկով, քամով, առաջին ջրափոսերով և հալվող հողի այն հատուկ հոտով, որը ոչ մի բանի հետ չես շփոթի։ Քաղաքը թոթափում էր ձմեռը գործնականորեն և առանց ափսոսանքի։ Արմանը քայլում էր փողոցով առանց մեքենայի, պարզապես քայլում էր։ Բարեբախտաբար եղանակը թույլ էր տալիս։ Մտածում էր, նա սովորություն ուներ քայլելիս մտածել։ Գրասենյակում մտքերը երբեմն մնում էին 4 պատի մեջ, կորցնում էին թթվածինը։ Փողոցում դրանք ավելի ազատ էին շարժվում։ Նա մտածում էր այն խոսակցության մասին, որն սպասվում էր, որն անհրաժեշտ էր։ Նա դա հասկանում էր արդեն մի քանի շաբաթ և հետաձգում էր, որովհետև ազնիվ խոսակցություններն ամենադժվարն են։ Ոչ թե նրանք, որտեղ գոռում են, այլ նրանք, որտեղ ճշմարտությունն ասում են կամաց։ Մանեն պետք է իմանար աշխատանքի մասին,
Դավթյանի մասին, այն մասին, որ իր հարցազրույցն այդ ընկերությունում պատահականություն չէր։ Նա չէր կարող կառուցել այն, ինչ նրանց միջև սկսում էր ձևավորվել, դանդաղ, զգուշորեն, ինչպես հավաքում են մի նուրբ բան, լռության հիմքի վրա։ Դա ազնիվ չէր լինի։ Իսկ Մանեի հետանազնվությունը նա արդեն քաղել էր այդ 10 մի անգամ, քանդում էր ամեն ինչ։ Կիրակի օրը նա եկավ սովորականի պես ժամը 2-ին։ Միքայելը հիվանդությունից հետո արագ կազդուրվել էր։ Երեխաները շուտ են լավանում, կարծես ունեն էներգիայի ներքին պաշար, որը հիվանդությունը սպառում է, բայց չի դատարկում։ Նա դիմավորեց Արմանին միջանցքում, նորությամբ։ Մանկապարտեզում գառնան մասին նկարների մրցույթ են հայտարարել, եւ ինքն արդեն գիտի, թե ինչ կնկարի։ Ինչ, հարցրեց Արմանը հանելով բաճկոնը։ Մեզ երեքիս, հայտնեց Միքայելը, զբոսայգում։ Հիշում ես ոնց էինք դահուկ քշում։ Արմանը միանգամից չգտավ պատասխանը։ Լավ մտահղացում է, ասաց նա վերջապես։ Մանենը, որ կանգնած էր որդու թիկունքում, նայում էր Արմանին։ Նրա դեմքի արտահայտությունը բարդ էր, ոչ տագնապալի, ոչ էլ ուրախ, այլ այնպիսին, որը լինում է մարդկանց մոտ, երբ ներսում ինչ-որ բան տեղաշարժվում է, ու նրանք դեռ չգիտեն, որ կողմ։ Միքայելը վազեց ներկերի հետևից։ Ես պետք է թեզ մի բան ասեմ, արտասանեց Արմանը անմիջապես, քանի դեռ նրանք մենակ էին միջանցքում։ Նա ուշադիր նայեց Արմանին, գլխով արեց, ներս արի։ Նրանք անցան խոհանոց։ Դա դարձել էր լուրջ խոսակցությունների նրանց վայրը, աննկատ, ինքնաբերաբար։ Միքայելը սենյակում խշխշացնում էր ներկերն ու թղթերը։ Մանենը սովորական շարժումով միացրեց թեյնիկը, բայց Արմանը տեսավ, որ նա լարվեց։ Մարդը, ով գիտի սպասել հարվածի, միշտ մի փոքր լարվում է մի կարևոր բան նշումով խոսակցությունից առաջ։ Քո աշխատանքը, ասաց նա։ Դավթյանի ընկերությունում նա դանդաղ շրջվեց։ Ինչ է պատահել դրան։ Դա պատահականություն չէ։ Ես խնդրել էի Պավելին նայել քո ռեզյումեն։ Նա ընկերության սեփականատերն է։ Մենք վաղուց ենք ճանաչում իրար։ Ես չեմ խնդրել քեզ աշխատանքի ընդունել, միայն նայել։ Որոշումն ինքն է կայացրել։ Լռություն։ Մանեն կանգնած էր պատուհանի մոտ, նայում էր նրան, ու նա չէր կարողանում կարդալ այդ հայացքը։ Ոչ բարկություն էր, ոչ շփոթմունք, այլ մի բան, որն ավելի դանդաղ ու խորն է մշակվում։ Վաղուց էի ուզում ասել, շարունակեց Արմանը։ Հետաձգում էի։ Դա սխալ էր։ Դու պետք է իմանաս։ Ինչու հիմա, հարցրեց նա հավասար ձայնով։ Որովհետև այլևս չեմ կարող լռել դրա մասին։ Այն, ինչ մեր միջև կատարվում է, չպետք է հիմնված լինի մի բանի վրա, որի մասին դու չգիտես։ Նա շրջվեց դեպի պատուհանը, նայում էր փողոցին։ Մարտյան լույսն ընկնում էր նրա դեմքին կողքից, հստակ, առանց ստվերների։ Բժիշկ Կարապետյանն էլ, դու ես, հարցրեց նա, առանց շրջվելու։ Այո, ասաց նա։ Նա գլխով արեց, կարծես հաստատելով մի բան, որի մասին արդեն կռահում էր։ Էլի ինչ-որ բան կա, որի մասին չգիտեմ։ Ոչ, ասաց նա։ Լռությունը երկար տևեց։ Պատի հետևում Միքայելն ինչ-որ բան էր երգում քթի տակ, անհոգ, տարված։ Թեյնիկը եռաց ու անջատվեց։ Մանեն չէր շարժվում։ Դու հասկանում ես, որ սա նորից դու ես որոշում իմ փոխարեն, ասաց նա վերջապես։ Ձայնը հավասար էր, բայց դրա մեջ կար մի պինդ բան, սխմված սսպանակի պես։ Հասկանում եմ, պատասխանեց նա։ Դու ինձ աշխատանք տվեցիր, վճարեցիր որդուս բուժման համար, արեցիր դա գաղտնի։ Նա խոսում էր դանդաղ, կարծես իր համար էր ձևակերպում, ոչ թե նրա։ Սա օգնություն է, ես դա հասկանում եմ, բայց սա նորից դու ես, ով ամեն ինչ ավելի լավ գիտի։ Դու, ով որոշում է ինձ ինչ է պետք, առանց հարցնելու։ Արմանը լռում էր, որովհետև նա իրավացի էր։ Դա անհարմար ճշգրիտ ճշմարտություն էր, եւ դրա հետ վիճելն անօգուտ էր։ 5 տարի առաջ դու երկուսիս փոխարեն որոշեցիր, որ մեզ համար ավելի լավ է բաժանվել, շարունակեց Մանեն։ Չհարցրեցիր, պարզապես որոշեցիր ու գնացիր, եւ հիմա դու նորից ես որոշում։ Միայն թե հիմա դա կոչվում է օգնել։ Դու ճիշտ ես, ասաց նա։ Նա վերջապես շրջվեց, նայեց նրան կտրուկ, գրեթե զարմացած, կարծես արդարացումներ էր սպասում ու չլսեց դրանք։ Ինչն է ճիշտ, կրկնեց նա։ Ես նորից իմ ուզածով արեցի, կարծում էի ավելի լավ գիտեմ։ Դա իմ սովորությունն է, այն վատն է, եւ ես աշխատում եմ դրա վրա, ավելի դանդաղ, քան կցանկանայի։ Ես ներողություն չեմ խնդրում Միքայելին օգնելու համար, դրա համար չեմ փոշմանում, բայց այն բանի համար, որ դա գաղտնի արեցի ու քեզ ընտրության հնարավորությունից զրկեցի, ներողություն եմ խնդրում։ Նա երկար նայեց Արմանին։ Դու սովորել ես ներողություն խնդրել, ասաց նա վերջապես, առանց հեգնանքի, պարզապես փաստեց։ Ստիպված էի, պատասխանեց նա։
Նրա դեմքին ինչ-որ բան փոխվեց, հազիվ նկատելի, ինչպես լուսավորությունն է փոխվում, երբ ամպն անցնում է արևի վրայով։ Կտրուկ չջերմացավ, ոչ, բայց լարվածությունն անցավ։ Զսպանակը բացվեց։ Նա վերցրեց բաժակները, թեյի պատրաստեց, լուր դրեց նրա դիմաց, նստեց հանդիպակաց կողմում։ Աշխատանքը լավն է, ասաց նա դադարից հետո։ Ինձ այնտեղ դուր է գալիս։ Կոլեկտիվը նորմալ է, խնդիրները հետաքրքիր։ Պավելը պարկեշտ մարդ է։ Գիտեմ, ասաց Արմանը։ Եթե միանգամից իմանայի, չէի ընդունի, ասաց նա ազնվորեն, սկզբունքորեն։ Հիմարություն է երևի, բայց այդպես է։ Գիտեի, ասաց նա նույնքան ազնվորեն։ Դրա համար էլ միանգամից չասացի։ Դա նույնպես հաշվարկ էր, ոչ բարի։ Նա բռնեց բաժակը երկու ձեռքով, տաքացնելով մատները։ Նշանակում է մենք երկուսս էլ անմեղ չենք այս պատմության մեջ, ասաց նա կամաց։ Դա հնչեց ոչ թե որպես արդարացում, այլ որպես հոգոց, ինչպես առաջին քայլը դեպի մի բան, որը դեռ անուն չուներ։ Սենյակից վազելով դուրս եկավ Միքայելը, մի թուղթ ձեռքին, որի վրա երևում էին 3 լղոզված պատկերներ, վառ նարնջագույն եւ կապույտ բծերով։ Պատրաստ է, հայտարարեց նա հանդիսավոր։ Նրանք երկուսն էլ նայեցին նկարին։ 3 պատկեր, 2 մեծ, 1 փոքր մեջտեղում։ Փոքրիկի գլխին կարմիր գլխարկ էր փնջիկով։ Մեծերից մեկը երկար մազեր ուներ, մյուսն առանձնահատուկ ոչինչ չուներ, պարզապես կազմվածք, բայց անհամաչափ մեծ ձեռքերով։ Ինչու է նրա ձեռքերն այդքան մեծ, հարցրեց Մանեն, ցույց տալով 3-րդ պատկերը։ Որովհետև նա ինձ բռնում է, երբ ես ընկնում եմ, բացատրեց Միքայելը ամենայն լրջությամբ։ Ձեռքերը պետք է մեծ լինեն։ Արմանը նայեց նկարին, հետո Մանեին։ Նա նայում էր թղթին ու ժպտում էր։ Իսկապես, առանց շանքի, առանց վերահսկողության։ Առաջին անգամ այս ամիսների ընթացքում, այնքան բաց ու այնքան պարզ։ Դա տևեց մի վայրկյան, հետո նա զգաց նրա հայացքն ու աչքերը իջեցրեց բաժակին, բայց այդ վայրկյանը կար, ու նա հասցրեց տեսնել այն։ Միքայելը նկարը հետ տարավ պատին կախելու։ Դա որոշված էր անդառնալիորեն։ Նրանք մնացին երկուսով խոհանոցում։ Արման, ասաց Մանեն, ձայնն ուրիշ էր դարձել, ոչ փակ, ոչ բաց, այլ ինչ-որ տեղարանքում։ Ես պատրաստ չեմ խոսել մեր մասին, նրա մասին, թե ինչ կլինի, ինձ ժամանակ է պետք։ Ես ոչ միտեղ չեմ շտապում, ասաց Արմանը։ Դու արդեն ասել ես դա ու կատարել։ Նա նայեց Արմանին, ստուգելով, փնտրելով այն ծանոթ անհամբերությունը, որը նախկինում գիտեր նրա մեջ։ Այն մարդու շտապողականությունը, ով սովոր էր լուծումներն արագ ստանալ։ Չգտավ։ Լավ, ասաց նա կամաց, ուրեմն շարունակիր կատարել։ Պատուհանից այն կողմ Մարտյան քամին փողոցով քշում էր անցյալ տարվա տերևները։ Գարունը քանդում էր ձմերը, չշտապելով, շերտ առ շերտ, օրեցօր։ Մոտավորապես այդպես էլ, մտածում էր Արմանը, քանդվում են որոշ այլ բաներ, որոնք ավելի կարևոր են, քան տարվա եղանակները։ Ապրիլը եկավ աննկատ, ինչպես դա հաճախ լինում է երկար ձմեռվանից հետո, երբ սովորում ես ցրտին ու հանկարծ հայտնաբերում, որ արդեն տաք է։ Զբոսայգիների ծառերն արձակեցին առաջին կպչուն տերևիկները, երկչոտ, լույսի տակ կիսաթափանցիկ։ Քաղաքից թաց հողի եւ մի կենթանի բանի հոտ էր գալիս, որն արթնանում է երկար քնից հետո։ Արմանը նկատեց այդ փոփոխությունը երկուշաբթի առավոտյան, մեքենայից գրասենյակ գնալիս ու հանկարծ կանգ առավ։ Պարզապես այդպես երեսը բարձրացրեց դեպի վառ կապույտ երկինքը, առանց մի հատիկ ամպի, ու կանգնեց մի 30 վայրկյան։ Մուտքի մոտի պահակը նրան նայեց թեթև տարակուսանքով։ Արմանը դրան ուշադրություն չդարձրեց։ Վերջին ամսվա ընթացքում շատ բան էր փոխվել, լուռ, առանց հայտարարությունների։ Մարտյան այն խոհանոցային խոսակցությունից հետո, որտեղ նա ասաց ճշմարտությունը Դավթյանի ու Կարապետյանի մասին, եւ որտեղ նա պատասխանեց շարունակիր կատարել։ Նրանց միջև ինչ-որ նոր բան հաստատվեց։ Դեռ մտերմություն չէր, ոչ, բայց այլ որակի վստահություն։ Ոչ թե ստիպված, ոչ թե զգուշավոր, այլ ընտրված։ Նա ընտրել էր նրան հավատալը, առայժմ զգուշորեն, վերապահումներով, որոնք բարձրաձայն չէին ասվում, բայց ենթադրվում էին։ Եվ նա ընդունեց դա հենց այդպես, առանց ավելիին հավակնելու։ Կիրակնորյա այցելությունները վաղուց դադարել էին միայն կիրակնորյա լինելուց։ Մարտի կեսերին Մանեն ինքը գրեց նրան չորեքշաբթի օրը։ Ոչ թե գործով, պարզապես Միքայելը քեզ նկարել է մանկապարտեզում։ Դաստիարակչուհին հարցրել է ով է սա։ Նա ասել է պապան։ Արմանը կարդաց այս հաղորդագրությունը կարևոր խորհրդակցության ժամանակ, ու մի քանի վայրկյան պարզապես նայում էր էկրանին, չլսելով թե ինչ են խոսում շուրջը։ Հետո պատասխանեց. Ինչպես ես։ Նա պատասխանեց ոչ մի անգամից, կես ժամ անց։ Նորմալ է, սովորում եմ։ Այս սովորում եմ բառը կարևոր էր։ Ոչ թե հաշտվում եմ, ոչ թե համակերպվում եմ։ Սովորում եմ նշանակում է ընդունում եմ որպես կյանքի մի մաս։ Դանդաղ, սեփական պայմաններով, բայց ընդունում եմ։
Ապրիլի առաջին հանգստյան օրերին նա եկավ շաբաթօրը։ Մանեն ինքը կանչեց, ասաց, որ Միքայելն ուզում է կենդանաբանական այգի գնալ, եւ մենակ պայուսակներով ու ակտիվ 4 տարեկան երեխայի հետ իրեն դժվար կլինի։ Ձևակերպումը զուտ գործնական էր։ Նա գնահատեց այդ ազնվությունը եւ չփնտրեց դրա մեջ թաքնված իմաստներ։ Կենդանաբանական այգին հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ 4 տարեկան տղայի համար՝ աղմկոտ, հոտավետ, անվերջանալի եւ բաց հաստակապես գրավիչ։ Միքայելը նրանց տանում էր վանդակից վանդակ փորձառու էքսկուրսավարի համառությամբ, ով խիստ ժամանակացույց ունի։ Ընձուղտները հիացմունք առաջացրին, արջերը հարգանք, պինգվինները անսպասելի բուռն ծիծաղ, որովհետև նրանցից մեկը ընկավ ու այնպեսի արժանապատվության վեր կացավ, որ Միքայելը 2 րոպե անդադար հրհռում էր։ Արմանը հետևում էր նրան ու մտածում, որ բաց է թողել սրա 4 տարին, պինգվինների վրա 4 տարվա ծիծաղ, առաջին բարերի, առաջին քայլերի, առաջին բացահայտումների, առաջին ձյան, առաջին կենդանաբանական այգու 4 տարին։ Դա յուրահատուկ ցավ էր, ոչ սուր, ոչ կորացող, այլ լուր ու մշտական, ինչպես ֆոնային ձայնը, որը լսում ես միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լռում է։ Մանեն քայլում էր կողքից։ Երբեմն նա զգում էր, թե ինչպես է նրա ուսը դիպչում իր ուսին։ Պատահաբար, երբ նրանք կանգնում էին վանդակների մոտ, ու Միքայելը խցկվում էր մեծահասակների արանքը պահանջելով, որ իրեն ավելի բարձր բարձրացնեն։ Նա չէր հեռանում, Արմանը չէր շարվում, պարզապես քայլում էին կողք կողքի, ուսուսի։ Ապրիլյան կենդանաբանական այգում առյուծների վանդակի մոտ Միքայելը պաղպաղակ պահանջեց, կատեգորիկ, այն մարդու ամբողջ լրջությամբ, ում իրավունքները խախտված են։ Արմանը գնաց դեպի կրպակը, քանի դեռ նա չկար, Մանեն կրացավ որդու առաջ, ուղեց գլխարկը։ Ապրիլը տաք էր, բայց քամոտ։ Երբ Արմանը գրադարձավ 3 բաժակով, Միքայելն արդեն մոռացել էր պահանջների մասին ու նայում էր առյուծին, բերանը բաց։ Նա մեծ է, հայտնեց տղան, պաղպաղակն ընդունելով ինքնաբերաբար, առանց հայացքը առյուծից կտրելու։ Ցամաքային կատվազգիներից ամենամեծն է, ասաց Արմանը։ Նինա Մորակշոչ Փիսոից շատ ավելի մեծ է, զգալիորեն մեծ։ Միքայելը մարսեց այս տեղեկությունը։ Հետո հարցրեց անսպասելիորեն, առանց նախորդի հետ որևէ կապի. «Պապա, իսկ դու առաջ մեր հետ էիր ապրում»։ Լռություն։ Արմանը զգաց, թե ինչպես Մանեն կողքին քարացավ։ Բառացիորեն վայրկյանի մի մասը դադարեց շնչել։ Նա կքանստեց Միքայելի կողքին, այնպես որ նրա հետ լինի նույն մակարդակի վրա։ Տղան նրան նայում էր ուղիղ, առանց նենգության, պարզապես ուզում էր իմանալ։ «Ոչ», ասաց Արմանը ազնվորեն, «չէի ապրում»։ Ինչու՞։ Այս է հարց էր։ Իսկական հարց, որին չկա ճիշտ պատասխան, որը կբացատրեր ամեն ինչ 4 տարեկան երեխային եւ միաժամանակ չէր ստի։ Որովհետև ես հիմարություն էի արել, ասաց Արմանը։ Շատ առաջ, եւ դրա պատճառով շատ բան եմ բաց թողել։ Միքայելը մտածեց։ Հիմարությունները կարելի է ուղղել, հայտնեց նա հեղինակավոր կերպով։ Դաստիարակչուհի Լուսինեն այդպես է ասում։ Կարևորը ջանալն է։ Լուսինեն ճիշտ է, ասաց Արմանը։ Դու ջանում ես։ Ջանում եմ։ Միքայելը բավարարված գլխով արեց, կարծես այս պատասխանը լիովին փակում էր հարցը։ Լիզեց պաղպաղակը, նորից նայեց առյուծին։ Լավ, եզրակացրեց նա։ Հիմա գնանք փղերի մոտ։ Արմանն ուղղվեց, նայեց Մանեին։ Նա նայում էր Արմանին, ու նրա աչքերում կար մի բան, որն Արմանը նախկինում չէր տեսել։ Դեռներում։ Ոչ, բայց մի կենդանի բան։ Այն նույնը, ինչը նա ամիսներ շարունակ թաքցնում էր հավասար ձայնի եւ հանգիստ ձևակերպումների հետևում։ Մի տաք ու միաժամանակ փխրուն բան, ինչպես ապրիլյան առաջին տերևիկները, որոնք դեռ վախենում են ցրտահարությունից։ Նա արագ թեքեց հայացքը, բռնեց Միքայելի ձեռքը։ Գնանք փղերի մոտ, ասաց նա։ Երեկոյան, երբ վերադարձան տուն եւ Միքայելը սովորականից շուտ քնեց, կենդանաբանական այգին իր գործն արել էր, Արմանը սովորականից երկար մնաց խոհանոցում։ Մանեն լվանում էր սպասքը։ Նա լուր վերցրեց սրբիչն ու սկսեց չորացնել։ Մանեն շիլ նայեց նրան, բայց ոչինչ չասեց։ Նրանք աշխատում էին լռության մեջ։ Այն լռության, որը լինում է մարդկանց միջև, երբ խոսելու կարիք չկա, որովհետև առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Արման, ասաց նա վերջապես, առանց շրջվելու։ Այն երեկոն, 5 տարի առաջ։ Ես ուզում եմ մի բան ասել, որը վաղուց բարձրաձայն չեմ ասել։ Նա դրեց ափսեն։ Սպասեց։
Ես քո վրա երկար ժամանակ բարկացած էի, ասաց նա հավասար ձայնով։ Շատ երկար։ Ոչ նրա համար, որ գնացիր։ Մարդիկ բաժանվում են, դա կյանք է, այլ այն ձևի համար, կես գիշերին գրված հաղորդագրության համար։ Նրա համար, որ արգելափակեցիր ինձ, որ ես նույնիսկ չկարողացա պատասխանել։ Պարզապես տեղ չկար։ Նա մի վայրկյան լռեց, շարունակեց. Երբ հասկացա, որ հղի եմ, մտածում էի գրել, երկար էի մտածում, հետո որոշեցի ոչ։ Ոչ թե նրա համար, որ չարացած էի, այլ որովհետև ուզում էի, որ որդիս ճանաչի միայն այն մարդկանց, ովքեր իրենց կամքով են ընտրում իրեն։ Ոչ թե պարտավորությունից դրդված։ Հասկանում են, ասաց Արմանը կամաց։ Ես վստահ չեմ, որ ճիշտ անվարվել, ավելացրեց նա։ Երբեմն մտածում եմ, գուցե պետք էր ասել, քեզ ընտրության հնարավորություն տալ, բայց ես այն ժամանակ չէի հավատում, որ դու ճիշտ ընտրություն կկատարես։ Այն ժամանակ չէի կատարի, ասաց Արմանը ազնվորեն։ Այն ժամանակ ես ուրիշ մարդ էի։ Նա վերջապես շրջվեց, նայեց Արմանին։ Գիտեմ, ասաց նա, տեսնում եմ տարբերությունը, դա դժվար է չնկատել։ Արմանը լռում էր, սպասելով շարունակությանը։ Ես մինչև հիմա էլ երբեմն բարկանում եմ, ասաց Մանեն, ոչ ամեն օր, բայց պատահում է, ուզում եմ, որ իմանաս։ Շնորհակալություն, որ ասում ես, պատասխանեց նա։ Բարկությունը ազնիվ զգացմունք է։ Ավելի լավ է, քան ձևացնել է, թե ամեն ինչ լավ է, երբ ամեն ինչ լավ չէ, համաձայնեց Արմանը։ Նա սրբեց ձեռքերը, վերցրեց իր բաժակը սեղանից։ Թեյը վաղուց սարել էր, բայց նա մի կում արեց։ Վաղը կարող ես գալ, հարցրեց նա։ Միքայելն ուզում է քեզ ցույց տալ, թե ինչպես է հաշվում մինչև 30-ը։ Անցյալ շաբաթ է սովորել, քայլում ու բոլորին ցույց է տալիս։ Դա հնչեց պարզ ու առօրյական, առանց ծանրության, պարզապես հարց վաղվա մասին, բայց Արմանը զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան, այն նույն տեղը, որը լուռ ու մշտապես ցավում էր, մի փոքր տաքացավ։ Կգամ, ասաց նա, Մանեն գլխով արեց։ Կարճ շփտաց, կիսով չափ, բայց իսկականից։ Դե մինչ վաղը, ասաց նա։ Պատուհանից այն կողմ ապրիլյան երեկոն դանդաղ էր մտնում, ասես չէր ուզում ավարտվել։ Բակի ծառերը առաջին կանաչի մեջ էին, կենթանի, իսկական, այն կանաչի, որը ճեղքում անցնում է ամեն ինչի միջով, ցանկացած ձմռան միջով։ Մայիսը եկավ լիիրավ, յասամաններով, բարդու աղվամազով ու այն հատուկ լույսով, որը լինում է միայն մայիսի սկզբին։ Քաղաքը շնչում էր թեթև ու լայն, ինչպես մարդը, ով վերջապես հանել է սեղմող վերարկուն։ Կես տարի է անցել այն նոյեմբերյան երեկոյից, երբ Արմանը նստած էր կանգարի փայտե նստարանին, պատրված բաճկոնով, փայտացած մատներով ու չէր կարողանում շունչ քաշել, լապտերի լույսի տակ տեսնելով նրա դեմքը։ Նա մտածում էր այդ մասին Սավոթյան, սուրճով կանգնած համապատրամային պատուհանի մոտ։ Ներքևում քաղաքը բոլորովին ուրիշ էր, քան այն ժամանակ, կանաչ, աղմկոտ, կենթանի։ Եվ ինքն էր ուրիշ, ոչ թե արտակնապես համարյա նույնն էր, նույն գրասենյակը, նույն բնակարանը 22-րդ հարկում, նույն հոլդինգը, հաշվետվությունների նույն թվերով, բայց ներսում ինչ-որ բան այլ կերպ էր դասավորվել, ինչպես սենյակի կահույքը, ամեն ինչ նույնն է, բայց այլ ձև է դրված ու սենյակն ավելի մեծ է թվում։ Հայլը զանգեց մայիսի սկզբին, դարձյալ առանց նախաբանի, ինչպես սովոր էր։ Ուզում եմ ծանոթանալ թոռանս հետ, ասաց նա։ Շուտ է, պատասխանեց Արմանը։ Ես 72 տարեկան եմ, առարկեց հայրը։ Ես ժամանակ չունեմ սպասելու, մինչև դու որոշես, որ ժամանակն է։ Արմանը լռեց։ Ես կխոսեմ Մանեի հետ, ասաց նա։ Պայմանավորվեցինք, պատասխանեց հայրը ու անջատեց հեռախոսը։ Մանեի հետ խոսակցությունը տեղի ունեցավ նույն երեկոյան, խոհանոցում սառած թեյի շուրջ, մինչ մի քայլ ներկայացրեց առանց նախապատրաստելու։ Մանեն լսում էր նայելով բաժակին։ Նա ուզում է տեսնել թոռանը, ասաց Արմանը։ Ես չեմ ճնշում, որոշումը քոնն է։ Նա երկար մտածեց, հետո հարցրեց. Նա նույնն է, ինչպիսին դու էիր առաջ, թե ուրիշ է։ Արմանը ազնվորեն մտածեց. Նա միշտ էլ կոշտ է եղել, ասաց նա, բայց վատ մարդ չէ։ Պարզապես սովոր է, որ աշխարհն իր կանոններով է աշխատում։ Հիմա ինձ թվում է մի փոքր վերանայում է կանոնները, տարիքն իրենն անում է։ Մանեն դանդաղ սկզբում թող ամեն ինչ հանդարտվի։ Լավ, համաձայնեց Արմանը։ Նա նայեց Արմանին այն ուշադրությամբ, որն Արմանն արդեն լավ գիտեր։ Ստուգում էր, չկա արդյոք դժգոհություն, անհամբերություն կամ ճնշելու փորձ։ Չկար։ Նա դա տեսավ։ Մայիսի կեսերին Միքայելը նշեց հնգամյակը։
Արմանը նախորոք հարցրել էր, զգուշորեն, առանց պահանջելու, թե արդյոք կարող է ներկա լինել ծննդյան օրվան։ Մանեն կարճ պատասխանել էր. իհարկե, չէ որ դու պապան ես։ Դա ասվեց պարզ, առօրյական, բայց նա այդ բառերը հիշեց ճշգրտությամբ, մինչև վերջին տոնայնությունը, որովհետև դրանց մեջ վերապահումներ չկային։ Առաջին անգամ, առանց վերապահումների։ Ծննդյան օրը նշեցին տանը։ Մանեն, Արմանը, 3 երեխա մանկապարտեզից, իրենց ծնողների հետ, հարևանուհի տիկին Վարդուշը, ով ըստ Միքայելի միշտ գեղեցիկ թղթերով կոնֆետներ է բերում։ Արմանը տորթ էր գնել, նախորոք Մանեից իմանալով, որ Միքայելն ուզում է նինդյա կրիաներով, եւ նվիրեց նրան նկարչական մեծ հավաքածու, որի մասին տղան հիշատակել էր դեռ մարտին։ Միքայելը բացեց նվերը, տեսավ հավաքածուն ու նայեց Արմանին այնպիսի հայացքով, ասեց նա գուշակել էր տիեզերքի ամենակարևոր գաղտնիքը։ Դու հիշում էիր, ասաց տղան։ Ես միշտ եմ հիշում, պատասխանեց Արմանը։ Մանեն կանգնած էր սեղանի մոտ, դասավորում էր ափսեները եւ չէր նայում նրանց կողմը, բայց Արմանը տեսավ, թե ինչպես է նա ժպտում, առանց զսպելու, պարզապես ինքն իրեն ժպտում էր։ Տոնից հետո, երբ հյուրերը գնացին ու Միքայելը քնեց հենց բազմուցին գրկած նոր ալբոմը, նրանք միասին հավաքում էին տունը։ Լուր, ներդաշնակ, ինչպես հավաքում են մարդիկ, ովքեր վաղուց գիտեն, ով ինչի համար է պատասխանատու, թեև ոչ ոք ոչինչ չէր պայմանավորվել։ Շնորհակալություն, ասաց Մանեն հավաքելով թղթե ափսեները, տորթի համար, նվերի համար, ներկա լինելու համար։ Չարժե, պատասխանեց նա։ Ինչու չարժե, արարկեց նա մեղմ։ Նա այսօր երջանիկ է, դա կարևոր է։ Արմանը նայեց քնած Միքայելին, նրա բաց բերանին, բռունցքի մեջ սեղմված ալբոմին, թարթիչներին, որոնք Մանեինն էին, եւ նույնիսկ քնած ժամանակ խոժորված հոնքերին, որոնք իրենն էին։ Ես նույնպես, ասաց նա։ Մանեն կանգ առավ, նայեց նրան։ Ես նույնպես երջանիկ եմ, ասաց նա պարզապես։ Այդ օրը նա չպատասխանեց, բայց հայացքն էլ անմիջապես չթեքեց, պահեց այն սովորականից մի քանի վայրկյան ավել, հետո ասաց. Գիտեմ։ Մայիսի վերջին կիրակին ստացվեց իդեալական։ Հենց այնպիսի մայիսյան օր, երբ ուզում ես փողոցում լինել պարզապես այնպես, առանց նպատակի ու երթուղու։ Տաք էր, բայց ոչ շոկ։ Քամին թեթև էր, երկինքն առանց մի հատիկ ամպի էր, բարձր արդեն ամառային զգացողությամբ։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել զբոսայգում։ Մանեն գրել էր առավոտյան։ Միքայելն ուզում է ճոճանակ նստել ու պաղպաղակ ուտել։ Դու։ Նա եկավ ժամը 11:30-ին։ Երկար զբոսնեցին, ամբողջ այգով, լճակների կողքով, առաջին ծաղիկներով ծաղկամանների մոտով, շատրվանի մոտով, որի մոտ Միքայելը պահանջեց կանգնել ու նայում էր ջրին այնպիսի տեսքով, ասես կարևոր որոշում էր կայացնում։ Ի վերջո նա որոշեց ներս չմտնել առանց նախազգուշացման, ի թեթևացում Մանեի, ով ակնհայտորեն այլ ելք էր ակնկալում։ Պաղպաղակը գնեցին կենտրոնական ծառուղու գրպակից։ Միքայելը երկար ու լուրջ էր ընտրում, ինչպես ընտրում են մի բան, որից կախված է օրվա ելքը։ Կանգ առավ շոկոլադեի վրա, անմիջապես կեղտոտեց բաճկոնը, տխրեց ուղիղ 30 վայրկյան, հետո մոռացավ։ Ժամը 2-ին նրանք հայտնվեցին ավտոբուսի կանգարի նստարանին, այն նույն փողոցի վրա։ Արմանը դա միանգամից չհասկացավ։ Սկզբում պարզապես ինչ-որ ծանոթ բան զգաց լապտերների դասավորության, ճանապարհի ոլորանի, դիմացի ծառերի մեջ։ Հետո նայեց ցուցանակին, այն նույն կանգառը։ Նա ոչինչ չասաց, պարզապես նստեց։ Միքայելը տեղավորվեց նրանց մեջտեղում, բնականորեն, ինչպես միշտ։ Ջոջում էր ոտքերը դեռ գետնին չէին հասնում, եւ այդ ջոջումը նրա սովորական ֆոնային զբաղմունքն էր։ Ուտում էր պաղպաղակը, ինչ-որ բան էր պատմում մանկապարտեզի Արմենի մասին, ով անցյալ շատ հատ ամենաբարձր աշտարակներ կառուցել, բայց այն ընկել էր ու դա շատ ցավալի էր, բայց նաեւ ծիծաղելի։ Մանեն լսում էր նրան այն լուր ուշադրությամբ, որն Արմանը վաղուց արդեն կարողանում էր տարբերել պարզապես քաղաքավարի լսելուց։ Նա միշտ լսում էր Միքայելին իսկականից, ամեն մի բառը, ամեն մի տոնայնությունը։ Դա նրա մեջ ամփոփող էր այս ամբողջ ընթացքում։ Միքայելն ավարտեց աշտարակի մասին պատմությունը, անցավ պաղպաղակին ու լռեց, զբաղվեց կարևոր գործով։ Լռություն տիրեց։ Մանեն նայում էր ճանապարհին, մեքենաներին, կանգառի մարդկանց, դիմացի մայիսյան կանաչին։ Հետո ասաց մեղմ ձայնով, առանց նախապատրաստելու. Գիտես, այն երեկո դու աշխարհի ամենամիայնակ մարդու տեսքն ունեիր։ Արմանը միանգամից չպատասխանեց, որովհետև դա ճշմարտություն էր, լիակատար, ճշգրիտ ճշմարտություն, որն ինքն իր մասին գիտեր, բայց բարձրաձայն երբեք չէր արտասանել։ Այդպես էլ կար, ասաց նա։ Նա գլխով արեց, մի փոքր էլ լռեց։ Իսկ հիմա Արմանը նայեց նրան, հետո Միքայելին, ով կենտրոնացած ուտում էր պաղպաղակի վերջին կտորը ու միաժամանակ շարունակում էր ճոճել ոտքերը, ինչպես միայն երեխաներն են կարողանում։
Հիմա ոչ, պատասխանեց նա։ Մանեն եւս մի վայրկյան նայեց ճանապարհին։ Հետո դանդաղ, առանց բառերի, առանց բացատրությունների, պարզապես այդպես բռնեց նրա ձեռքը։ Մատները պառկեցին նրա ափի մեջ։ Զգուշորեն, բայց հաստատուն, առանց դատանվելու։ Արմանը չշարժվեց։ Միանգամից չսեղմեց նրա ձեռքը, թույլ տվեց, որ այն մնա այնպես, ինչպես պառկել էր։ Պարզապես զգաց տաքությունը։ Միքայելը կերավ պաղպաղակը, նայեց մամային, հետո պապային ու նրանց ձեռքերին։ Նա ոչինչ չհարցրեց։ Պարզապես նորից սկսեց ճոճել ոտքերն ու սկսեց դիտել աղավնուն, որը գործնականորեն քայլում էր նրանց նստարանի մոտ։ Աղավնին գեր է, հայտնեց Միքայելը։ Լավ սնված, ուղեց Մանեն։ Դա նույն բանն է, առարկեց Միքայելը։ Ոչ, ասաց Մանեն։ Գերը կոպիտ է, լավ սնվածը քաղաքավարի։ Միքայելը մտածեց. լավ սնված աղավնի, կրկնեց նա հարկանքով։ Ավելի լավ է, ավելի լավ, հաստատեց Մանեն։ Արմանը նայում էր նրանց։ Աղավնու մասին այս փոքրիկ բոլորովին սովորական խոսակցությանը եւ զգում էր մի բան, որի համար չուներ ճշգրիտ բառ։ Դա երջանկություն չէր այն իմաստով, ինչպես ինքն էր հասկանում այդ բառը նախկինում։ Ոչ նվաճում էր, ոչ արդյունք, ոչ հաղթանակ բանակցություններում։ Մի բան ավելի պարզ ու խորը։ Մի բան, որը պետք չէր ոչ մեկին ապացուցել եւ ոչ մի բանի հետ համեմատել։ Պարզապես լավ էր։ Հենց հիմա այստեղ։ Ավտոբուսը մոտեցավ կանգառին։ Կանգնեց, գնաց։ Մարդիկ նստում էին, իջնում, գնում իրենց գործերին։ Ոչ ոք չէր նայում նստարանին նստած երեքին։ Կնոջը, տղամարդուն եւ ոտքերը ճոճող տղային։ Պարզապես մարդիկ։ Պարզապես նստարան։ Պարզապես մայիսյան օր։ Արմանը մի փոքր հազիվ նկատելի թեքեց գլուխն ու համբուրեց Մանեի քունքը, մեղմ առանց բառերի։ Նա չհեռացավ, ոչինչ չասաց։ Միայն մի փոքր ավելի ամուր սեղմեց նրա ձեռքը։ Դա բավական էր։ Ավելին քան բավական մի մարդու համար, ով 1 տարի առաջ նստած էր այս նույն նստարանին, չզգալով ցուրտը եւ առաջին անգամ հասկացավ, թե ինչ տեսք ունի իսկական կորուստը։ Միքայելն այդ ընթացքում պատասխանատու որոշում կայացրեց։ Էլի պաղպաղակ եմ ուզում, հայտարարեց նա։ Ոչ, ասաց Մանեն։ Մի հատ փոքրիկ։ Ոչ, շատ փոքրիկ, Միքայել։ Տղան հոգոցանեց, ծանր, իրեն հասանելի ողջ դրամատիկությամբ։ Նայեց Արմանին, դաշնակից փնտրող մարդու հայացքով։ Արմանը ձեռքերը բարձրացրեց, թե ինձ հետ գործ չունես։ Դավաճան, ասաց Միքայելը, առանց նեղացածության։ Ողջամիտ մարդ, ուղեց Արմանը։ Մանեն ծիծաղեց մեղմ, բայց իսկականից։ Այն ծիծաղով, որը չի պլանավորվում ու չի վերահսկվում, որը պարզապես պատահում է։ Արմանը նայեց նրան մի վայրկյան, ոչ ավել։ Հետո ինքն էլ շփտաց։ Կես տարի առաջ նա չգիտեր, որ այս ծիծաղը գոյություն ունի, որ այս կանարը կդառնա այն վայրը, որտեղ մի բան ավարտվեց ու մի բան սկսվեց, որ խոժորված հոնքերով տղան մի օր կճոճի ոտքերը նրանց արանքում ու կվիճի աղավնիների մասին։ Կյանքը նախորոք չի զգուշացնում նման բաների մասին։ Այն պարզապես մի օր քեզ դնում է նստարանին նոյեմբերին, մրսած, անտեսանելի, միայնակ, ու սպասում է կհերիքի քո քաչությունը չգնալու համար։ Նրան հերիքեց, հազիվ, բայց հերիքեց։ Մայիսյան արևը բարձր էր, աղավնին լավ սնված, ոչ միտեղ չէր գնացել, ու հիմա նայում էր նրանց փիլիսոփայի հայացքով։ Միքայելը հետևում էր նրանի պատասխան, լուրջ, խոժորված հոնքերով։ Մանեն բռնել էր Արմանի ձեռքը, եւ այսօրը սովորական մի մայիսյան օր փողոցի ավտոբուսի կանգառում։ Երևի թե վերջին մի քանի տարիների ամենակարևոր օրն էր, ոչ թե նրա համար, որ դրա մեջ ինչ-որ վիթքարի բան կար, այլ որովհետև դրա մեջ կար այն ամենը, ինչ պետք էր։ Արմանի հայրը, Նորիկ Զաքարյանը, նրանց ընդունեց իր օջի մեջ, զուսպ, բայց վճռական։ Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի սկզբին, քաղաքից դուրս գտնվող իր առանձնատանը։ Երբ Արմանը, Մանեն ու Միքայելը մտան բակ, ծերունին կանգնած էր պատշգամբում, ձեռքերը հենած փայտե բազրիքին։ Նա չշտապեց ընդառաջ վազել, բայց նրա հայացքը, որը սովորաբար սառն էր ու քննող, այս անգամ մի տեսակ փափկել էր։ Նորիկը երկար նայեց Միքայելին, տեսնելով տղայի խոժորված հոնքերը, իր եւ Արմանի հոնքերը, նա միայն հազիվ նկատելի գլխով արեց ու ասաց. Զաքարյանական է, տեսակը պարզ է։ Նա Մանեին դիմավորեց առանձնահատուկ հարգանքով, չփորձեց ներողություն խնդրել անցյալի համար կամ արդարանալ, փոխարենը պարզապես սեղմեց նրա ձեռքն ու ասաց.
Շնորհակալ եմ, որ բերեցիք նրան։ Դա նրա կողմից ամենամեծ խոստովանությունն էր։ Զարմանալիորեն նա եւ 5-ամյա Միքայելը շատ արագ լեզու գտան։ Միքայելը նրան ցույց տվեց իր նկարչական հավաքածուն, իսկ պապը իր հին հեռադիտակը։ Օրվա վերջում նրանք միասին նստած էին այգում ու քննարկում էին, թե ինչու են աղավնիները լավ սնված լինում։ Նորիկը չդարձավ սենտիմենտալ պապիկ, բայց այդ օրվանից նա սկսեց զանգել ոչ թե Արմանին գործերից հարցնելու, այլ Մանեին, իմանալու թե ինչ է պետք Թորանը։ Նա ընդունեց նրանց որպես իր ընտանիքի միակ ու անփոխարինելի մաս, եւ դա ավելին էր, քան որևէ ջերմ խոսք։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Գրեք ձեր կարծիքը այս պատմության վերաբերյալ։ Մինչ նոր հանդեպում։